Եկեք որպես հարգանքի նշան Տիրոջ խոսքին ոտքի կանգնենք, ընթերցենք հատվածը, աղոթենք եւ նստենք։ Գործք Առաքելոց 18-րդ գլուխ 24-ից 28 համարները։ Եվ մի հրյա Ապողոս անունով Աղեքսանդրիայում ծնված ճարտարախոս մի մարդ, որ զորավոր էր սուրբ գրքերի մեջ, եկավ հասավ Եփեսոս։ Այս մարդը Տիրոջ ճանապարհների մեջ էր կրթված եւ ջերմեռանդ հոգի ունենալով խոսում ու ճշտությամբ սովորեցնում էր Տիրոջ մասին, բայց ինքը միայն Հովանեսի մկրտությունը գիտեր։ Եվ նա սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում, երբ Ակյուղասն ու Պրիսկիլան նրան լսեցին, իրենց մոտ տարան եւ Աստծո ճանապարհն ավելի կատարյալ բացատրեցին նրան։ Եվ երբ նա պետք է Աքայա անցներ, եղբայրները գրեցին խրախուսելով աշակերտներին նրան ընդունել։ Երբ նա եկավ, շատ օգնեց նրանց, որոնք հավատացել էին շնորհի միջոցով, քանի որ նա մեծ զորությամբ համոզում էր հրեաներին եւ հրապարակավ սուրբ գրքից ցույց տալիս, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ամեն։ Շնորհակալ ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս քո խոսքի համար, քո ծառաների համար, որ պատմության ընթացքում նրանց էլ լուսավորել ես, որ նայեն դեպի քեզ, որ լրացնեն իրենց եղբայրների եւ քույրերի մասնակի գիտելիքները, տալով քո ամբողջական խոսքը, որ նրանք կարողանան ավելի արդյունավետ ծառայել։ Շնորհակալ ենք, որ այսօր մենք էլ քո մեծ եկեղեցու մեջ քեզնից պատիվ, բաժին ու պատասխանատվություն ենք ստացել քեզ ծառայելու, մարդկանց հայացքն ուղղելու դեպի քեզ։ Օգնիր, որ մեր սրտերը պատրաստ լինեն այսօր քո խոսքի շուրջ մտորելու եւ ընդունելու քո բոլոր պատվերներն ու հրամանները։ Հիսուսի անունով ամեն։ Ընտրեմ կարող եք նստել։ Կարող է մարդը անկեղծորեն հավատալ, եռանդով ծառայել եւ միևնույն ժամանակ ունենալ թերի գիտելիք։ Այո, կարող է եւ Գործք Առաքելոց 18-րդ գլխում մենք հանդիպում ենք հենց այդպիսի մի մարդու, ով Ապողոսն է։ Մենք շարունակում ենք մեծ հատվածը ուսումնասիրել, որը 18-րդ գլուխ 18-րդ համարից սկսած մինչև հասնում էր 19-րդ գլուխ 7-րդ համարին, եւ այդտեղ տեքստի բաժանումը վերհիշենք, եւ այսօր երկրորդ մասն է, որ պետք է ուսումնասիրենք, մենք տեսնում ենք այս մեծ հատվածում պատմական անցումը հին ուխտից դեպի նոր ուխտ, ինչպես է ժողովուրդը, Աստծո եկեղեցին, պատմական առումով Հիսուսի մահից, հարությունից հետո, համբարձումից հետո այդ անցումը նույնպես կատարել հին ուխտից դեպի նորը։ Եվ անցած մասում մենք 18-ից 23-րդ համարներում տեսանք այդ անցումը հին ուխտի ծիսական համակարգից դեպի նոր ուխտի ծառայություն եւ տեսանք, որ նոր ուխտում շեշտը ծառայության, ավետարանչության վրա է, ոչ թե ծիսական որևէ գործառույթի։ Եվ այսօր տեսնում ենք երկրորդ մասը 24-ից 28-րդ համարներում հին ուխտի անցում հին ուխտի մասնակի գիտելիքից դեպի նոր ուխտի ամբողջական գիտելիք, այսինքն մարդիկ, ովքեր որ Հիսուսի մասին մշուշոտ գիտեին, որքան որ հայտնված էր հին կտակարանում, նրանք շնորհիվ Աստծո տված լուսավորության բացահայտման սկսում են տեղեկանալ Աստծո ծրագրի ամբողջության եւ դրա մանրամասների մասին Քրիստոսի դեմքով։ Եվ նրանց թերի մասնակի, բայց ոչ սխալ գիտելիքները համալրվում են, ամբողջանում են Քրիստոսի փրկagorցության մասին ուսմունքով։ Եվ նրանք դառնում են ավելի արդյունավետ ծառայողներ, որոնք որ օգնում են մարդկանց հայացքը դեպի Քրիստոսին ուղղվի։ Եվ վերջին հատվածը մենք ուսումնասիրենք մյուս անգամ Տերը կամենա արդեն 1-ից 10-րդ գլուխ 1-ից 7-րդ համարներում կտեսնենք արդեն անցում Հովանեսի մկրտությունից դեպի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ։ Եվ այս մեծ հատվածի ճշմարտությունը ձեզ հիշեցնելով անցնենք մեր փոքր հատվածին։ Սա մեծ հատվածի հիմնական ասելիքն է, որ 4-րդ համարում ենք մենք տեսնում հին ուխտի դերի մասին է սովորեցնում Պողոսը այստեղ, ասելով, որ հին ուխտի դերը ոչ թե մարդկանց փրկելն էր, այլ նրանց դեպի փրկիչը առաջնորդելը։ Դա 19-րդ գլուխ 4-րդ համարում ենք մենք տեսնում, երբ ինքը Հովանեսի 12 աշակերտներին ստուգող հարց է տալիս
Եթե հավատացել եք արդյոք Սուրբ Հոգին ընդունել եք, նրանք էլ ասում են դե ոչ, մենք տեղյակել չենք, որ Սուրբ Հոգին կա կամ եկել է։ Նա ասում է այդ դեպքում ինչով մկրտվեցիք, ասում է Հովանեսի մկրտությամբ եւ բացատրում է Պողոսը ասելով, որ Հովանեսը ժողովրդին ապաշխարության մկրտությամբ էր մկրտում եւ ասում, թե նա, ով իր հետևից է գալու, նրան հավատան, այսինքն Հիսուս Քրիստոսին։ Այսինքն բոլոր ուխտերը Աստվածաշնչյան, որ մենք տեսնում ենք, Աստվածաշնչում մենք 7 ուխտ ենք տեսնում, Ադամից սկսած, Ադամի ուխտը, Նոյի ուխտը, Աբրահամի ուխտը, Մովսեսի ուխտը, Քահանայական ուխտ, Դավթի ուխտ եւ վերջիվերջո նոր ուխտ, այդ բոլոր ուխտերը իրենց բոլոր մանրամասնություններով տանում էին, ուղղորդում էին դեպի Մեսիային, դեպի Քրիստոսին եւ իրենց ամբողջական լրումը գտնում էին Քրիստոսի մեջ։ Եվ նոր ուխտի հիմնական տարբերությունը Մովսիսականից այն էր, որ Մովսիսականում մեղքը գտնվում էր մարդու ներսում, իսկ օրենքը դրսում, տախտակների վրա, մինչդեռ նորում մեղքը ներսից մաքրվում է։ Եվ Աստծո օրենքը գրվում է մեր սրտի վրա։ Եվ Աստված, ինչպես Եզեկիելի, Երեմիայի մարգարեություններում է ասում, որ ձեզ նոր սիրտ պիտի տամ, ձեր քարե սիրտը պիտի հանեմ, ձեզ մարմնեղեն սիրտ պետք է տամ, իմ հոգին պետք է դնեմ ձեր մեջ, այսքան գործեր պետք է անեմ, որ դուք կարողանաք հետևել ինձ։ Այսպեսով պետք է հիշել, որ հին ուխտի դերը ոչ թե մարդկանց փրկելն էր, այլ նրանց դեպի փրկիչը առաջնորդել է։ Եվ այսօր այս փոքր հատվածում 24-ից 28-ում տեսեք ինչ իրադարձություններ է տեղի ունենում, հատվածի բաժանմանը նայենք, 24-ից 26-ում մենք տեսնում ենք Ապողոսի գիտելիքի չափը։ Նկարագրվում է մարդ, ով շատ լավ գիտեր հին կտակարանը, բայց նա նշվում է, որ միայն Հովանեսի մկրտությունը գիտեր, այսինքն մասնակի էր նրա գիտելիքը։ 27-ում արդեն տեսնում ենք, որ համալրվում է նրա գիտելիքը շնորհիվ Ակյուղասի եւ Պրիսկիղայի, նրանք լսում են, ինչպես է նա ժողովարանում քարոզում եւ հասկանում են, որ նրա վարդապետության մեջ, ուսման մեջ թերի մի բան կա, որը պետք է շտկել եւ նրանք առանձին տանում են նրան եւ սովորեցնում են, ավելի ճշգրիտ Աստծո ճանապարհը նրան բացատրում են եւ գուցե հաջորդ շաբաթվանից նույն Ապողոսը մտնում է սինագոգ, ժողովարաններ եւ սկսում է հրեաներին քարոզել արդեն ամբողջական գիտելիքով նոր ուխտի մասին։ Եվ 28-րդ համարում արդեն տեսնում ենք Ապողոսի գիտելիքի ազդեցությունը, թե ինչ էր նա անում, նա մեծ օգնություն ցույց տվեց Կորինթոսի եկեղեցուն, ինչ էր անում նա, մեծ ուժով, զորությամբ համոզում էր հրեաներին եւ հրապարակավ Սուրբ գրքից ցույց տալիս, որ Հիսուսը Քրիստոսն է։ Այսինքն սա նշանակում է, որ երբ մարդու մասնակի գիտելիքները հին ուխտի վերաբերյալ համալրվում են ամբողջությամբ նորով, նա կարողանում է հին ուխտից ցույց տալ Հիսուս Քրիստոսին։ Եվ մենք հատվածի գլխավոր միտքը կարող ենք ձևակերպել այսպես. նոր ուխտում արդյունավետ ծառայելու համար անհրաժեշտ է լրացնել նոր ուխտի գիտելիքը Հիսուսի աշխատանքի մասին։ Նոր ուխտում մարդը արդյունավետություն կարող է ունենալ ծառայության մեջ մարդկանց հայացքը դեպի Քրիստոս ուղղորդելով, որովհետև հավատի վերջնակետը Հիսուսն է, փրկությունը նրանով է։ Եվ նոր ուխտում պատկերացրեք, որքան ոչ արդյունավետ կարող է լինել, որ մարդը քարոզի մեկին, վկայի մեկին, բայց կենտրոնացնի ոչ թե Քրիստոսի, այլ ճանապարհին որևէ մի բանի, նույնիսկ դա լինի կրոնական գործառույթ, լինի դա ծես, լինի դա որևէ մի բան։ Նա պետք է մարդու հայացքը ուղղի Քրիստոսին, որովհետև նոր ուխտի ծառայությունը միտված է նրան, որ բոլոր ազգերին սովորեցնեն, ճանաչեցնեն եւ քարոզեն ու ուղղորդեն դեպի Քրիստոսը։ Դրա համար նոր ուխտի ծառայողը արդյունավետ կարող է ծառայել այն դեպքում, երբ լրացնի նոր ուխտի վերաբերյալ իր գիտելիքները, որը Քրիստոսի կատարած աշխատանքն է։ Այսինքն նոր ուխտի ամբողջական իմացությունը հնարավորություն է տալիս Քրիստոսին ճշգրիտ ներկայացնելու։ Հին կտակարանյան, հին ուխտի մասնակի գիտելիքներով դու Քրիստոսին կարող ես ներկայացնել այնքան, որքան Հովանես Մկրտիչը։ Մինչև որ ամբողջական բացահայտում, լուսավորություն չլինի քո մտքում, մինչև որ դու չսովորես, թե նոր ուխտում ինչ է ասվում Քրիստոսի մասին, ինչպես է Հիսուսը իրականացրել հին ուխտը
Մինչև դու չտեսնես այդ կապերը, դու չես կարող արդյունավետ կերպով երկրի վրա մարդկանց ճշգրիտ ներկայացնել եւ ցույց տալ, ավելին ապացուցել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Եվ այս հատվածում տեսնում ենք նոր ուխտի մասին գիտելիքները լրացնելու 3 պատճառ։ Եվ որոնք են այդ պատճառները, ինչու կարիք ունի նոր ուխտի ծառայողը լրացնելու, համալրելու իր գիտելիքները։ Եվ 3 պատճառ ենք տեսնում այս տեքստում։ Ուրեմն առաջին, ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքը։ Առաջին փրկagorցության մասին ամբողջական գիտելիք ունենալու համար, որ մարդը փրկagorցության մասին ունենա ամբողջական, ոչ թե թերի, ոչ թե մասնակի գիտելիքներ։ Եվ համարներում տեսնում ենք ամբողջական գիտելիք ունենալու պատճառը եւ միջոցը, այսինքն այն թե ինչու է պետք ամբողջական գիտելիք ունենալ եւ ինչպես այն հնարավոր է ձեռք բերել։ 24-25-րդ համարներում տեսնում ենք պատճառը, այն մասնակի գիտելիքներն են, որը պետք է լրացվի, այն թերի է, պետք է լրացվի, եւ միջոցը տեսնում ենք 26-րդ համարում ավելի ճշգրիտ բացատրությունն է, որը որ օգնում է համալրելու մարդու գիտելիքները, որովհետեւ նա ունենա ամբողջական պատկերացում։ Եվս մեկ անգամ ընթերցենք 24-ից 26-ը եւ տեսնենք, թե ինչպես է հնարավոր փրկagorցության մասին ամբողջական գիտելիք ունենալ։ Եվ մի հրյա Պողոս անունով Աղեքսանդրիայում ծնված ճարտարախոս մի մարդ, որ զորավոր էր սուրբ գրքերի մեջ, եկավ հասավ Եփեսոս։ Այս մարդը Տիրոջ ճանապարհների մեջ էր կրթված եւ ջերմեռանդ հոգի ունենալով խոսում ու ճշտությամբ սովորեցնում էր Տիրոջ մասին, բայց ինքը միայն Հովանեսի մկրտությունը գիտեր։ Եվ նա սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում, երբ Ակյուղասն ու Պրիսկիլան նրան լսեցին, իրենց մոտ տարան եւ Աստծո ճանապարհն ավելի կատարյալ բացատրեցին նրան։ Այսպիսով հարցին, թե ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիք, առաջին պատասխանն է փրկagorցության մասին ամբողջական գիտելիք ունենալու համար։ Դա նշանակում է, որ մարդու գիտելիքները կարող են լինել մասնակի, կարող է լինել թերի, եւ նա կարիք ունի այդ գիտելիքները համալրելու։ Ապողոսի գիտելիքները մասնակի էին, քանի որ ինչպես գրված է 25-ում, ինքը միայն Հովանեսի մկրտությունը գիտեր։ Հովանեսի մկրտությունը 19-րդ գլուխ 4 համարում կոչվում է ապաշխարության մկրտություն։ Մի քանի համար հետո որ դուք նայեք, Պողոսը բացատրում է, ասում որ այն ապաշխարության մկրտություն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է կոչ ապաշխարելու, մեղքերը խոստովանելու եւ պատրաստվելու Մեսիայի գալուստին։ Այսինքն Հովանեսը մեկն էր, ով ճանապարհն էր պատրաստում Քրիստոսի եւ կոչ էր անում որպես հավատի նշան զղջալու, խոստովանելու իրենց մեղքերը եւ դրանով ցույց տալու, մկրտվելով ցույց տալու, որ մենք սպասում ենք այդ քո քարոզած Մեսիային, որ պիտի գա։ Հովանեսի մկրտությունը նախապատրաստական բնույթ ուներ։ Նա Քրիստոսի ճանապարհն էր պատրաստում եւ ժողովուրդն էլ ապաշխարության մկրտությամբ ցույց էր տալիս, որ հավատում է եւ սպասում է այդ եկող Մեսիային։ Դրա համար երբ ասվում է ապաշխարության մկրտություն, դա ցույց է տալիս մկրտության բովանդակությունն ու նպատակը, այն ինչու էր արվում։ Արվում էր, որպեսզի նրանք հնարավորություն ունենային տեսանելի կերպով խոստովանելու իրենց մեղքերը եւ իրենց անտեսանելի հավատը տեսանելի ձևով ցույց տալու եւ փաստելու։ Սա ճանապարհի կեսն էր, իսկ մյուս կեսը արդեն խոստացված Մեսիայի գալուստն ու աշխատանքն էր, որն արդեն ավարտվել էր եւ մնում էր, որ նրան հավատացողներն էլ իմանային ու ապրեին ըստ նոր ուխտի լուսավորության, անցնելով հնից դեպի նորին։ Ապողոսն այսքանը գիտեր եւ հավատում էր այնպես, որ քարոզում էր, բայց միայն Հովանեսի մկրտության համեմատ իր տված տեղեկությունները քարոզի այդքան էին, դրանից ավել չէին։ Եվ կարիք կար, որ արդեն նոր ուխտում Քրիստոսից հետո ապրող մարդկանց ավելին սովորեցնելու, վերջնակետի մասին, Քրիստոսի մասին։ Միայն Հովանեսի մկրտությունն իմանալու խնդիրը ո՞րն է։ Խնդիրը ոչ թե Հովանեսի մկրտությունն էր, այլ այն, որ այդ մարդիկ դեռ չէին հավատացել Հիսուսին, որպես Հովանեսի մատնանշած փրկչի, Մեսիայի։ Ապողոսը գիտեր, որ գալու է Մեսիան, եւ նույնիսկ գուցե լսել էր Հովանեսից, որ նա ասում էր, հիշում եք, ահա Աստծո գառը, բայց նա ամբողջական գիտելիք չուներ Հիսուսի կատարած գործի մասին, այդ գործի մանրամասների վերաբերյալ։
Ստացվում է, որ Ապողոսի գիտելիքը մասնակի էր նոր ուխտի մասին, բայց դա չի նշանակում, որ նա գիտելիք չուներ 5 կտակարանից։ Նրա գիտելիքները մասնակի էին, սա հիշեք, բայց ոչ սխալ։ Նա ճիշտը գիտեր։ Նրա ունեցած գիտելիքների մասին տեսեք ինչեր է գրում Ղուկասը, ընդգծելով այն, որ նրա իմացածը ճիշտ էր, պարզապես մասնակի։ Եկեք մի փոքր ծանոթանանք, այստեղ Ղուկասը բավականին ներկայացնում է իրեն։ Նայեք, 24-ում տեսնում ենք նրա ազգությունը, նա հրեա էր, անունը Ապողոս, ծնվել էր Աղեքսանդրիայում կամ Ալեքսանդրիայում։ Ալեքսանդրիան գտնվում է ներկայիս Եգիպտոսում, միջերկրական ծովի ափին։ Այն հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին մեր թվարկությունից առաջ 331 թվականին եւ առաջին դարում այն հռոմեական կայսրության ամենակարևոր քաղաքներից մեկն էր։ Ալեքսանդրիան Եգիպտոսում մեծ կրթական եւ մշակութային կենտրոն էր։ Այն պարծենում էր համալսարանով, որ ուներ, որը գրեթե 700,000 հատորանոց գրադարան էր։ Ալեքսանդրիայի բնակչությունը մոտ 600,000 էին, պատկերացնում եք բնակչությունից շատ ունեին գրքեր։ Եվ բավականին այն կոսմոպոլիտ էր, կազմված եգիպտացիներից, հռոմեացիներից, հույներից եւ հրեաներից։ Բնակչության առնվազն 1/4-ը հրեա էին, եւ հրեական համայնքը շատ մեծ ու ազդեցիկ էր։ Ապողոսը լավ գիտեր 5 կտակարանի սուրբ գրությունները եւ կարողանում էր դրանք սովորեցնել ճարտասանությամբ եւ զորությամբ։ Տեսեք գրված է, որ նա եռանդուն էր, հոգով եռանդուն էր, ջանասիրաբար մատուցում էր իր իմացած լուրը։ Նա բավականաչափ համարձակ էր, որ մտնում էր հրեական ժողովարաններ եւ քարոզում էր Տիրոջ մասին։ Միակ խնդիրն այն էր, որ այս ոգևորված մարդը հայտարարում էր անավարտ ավետարան։ Ամբողջականը չէր։ Նրա լուրը հասավ մինչև Հովանես Մկրտիչը, ապա կանգ առավ։ Նա ոչինչ չգիտեր Գողգոթայի Քրիստոսի հարության կամ Սուրբ Հոգու գալստյան մասին Պենտեկոստեի ժամանակ։ Նա եռանդ ուներ, բայց հոգևոր գիտելիքներ այս հարցում դեռևս չուներ։ Ինչպես Հռոմեացիս 10-րդ գլուխ առաջին 4 համարներում Պողոսն ասում է. «Եղբայրներ, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն, հրեաների մասին է, քանզի վկայում եմ նրանց, որ Աստծո հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ գիտություն կամ ոչ գիտությամբ»։ Այսինքն եռանդ ունեն, բայց գիտելիքի խնդիր կա։ Պակաս է այդ գիտելիքը։ Պատկերացնում եք, նա նման կրթական կենտրոնից է եկել, բայց բան կա, որ չգիտի։ Մասնակի է նրա գիտելիքը։ Նա ճարտարախոս կամ պերճախոս մեկն էր 24-րդ համարում, այսինքն ուներ խոսքի եւ ներկայացման կարողություն, ռետորական արվեստին տիրապետում էր, ռետոր էր եւ իմաստներից մեկը նաեւ գիտնականն է։ 5 կտակարանի գիտակ, հենց եբրայերենով նա ընթերցում էր։ Քաջատեղյակ էր սուրբ գրքերին նաեւ գրված է, զորեղ էր սուրբ գրքերում, զորավոր էր սուրբ գրքերի մեջ։ Նա եկավ Եփեսոս լավ տիրապետելով սուրբ գրքին ըստ բնագրի, այլ կերպ ասած ունենալով սուրբ գիրքը մեկնաբանելու ակնառու շնորհ։ Ապողոսը եկավ Եփեսոս հանրային վայր, որպեսզի իր տաղանդն օգտագործի Աստծո փառքի եւ շատ մարդկանց օգուտի համար։ Նա ոչ միայն պատրաստված էր սուրբ գրքով, այլև կարող էր սահուն կերպով անգիր արտասանել սուրբ գրքի հատվածները, փոխանցել դրանց բովանդակությունը եւ ցույց տալ դրանք, բայց նրա գիտելիքը մասնակի էր։ Հաջորդիվ 25-րդ համարում Ղուկասն ասում է, որ նա կրթված էր Տիրոջ ճանապարհների մեջ։ Տեսնում եք։ Ինչ է սա նշանակում։ Կրթված էր Տիրոջ ճանապարհների մեջ։ Ուներ հոգևոր գիտելիք եւ ուսուցում։ Նա Քրիստոսի ավետարանով ուսուցանվեց միայն այնքանով, որքանով մարդ կարող էր ուսուցանվել Հովանեսի ծառայության միջոցով եւ ոչ ավելին։ Ապողոսը գիտեր, որ անապատում կանչողի ձայնը խոսում է Տիրոջ ճանապարհը նախապատրաստելու մասին, բայց նա դեռևս չգիտեր այդ Տիրոջ կատարած գործն ամբողջությամբ։ Նա դեռևս չէր տեսել կապը հին ուխտի եւ նորի միջև։ Գուցե կարելի է նաեւ ենթադրել, որ Ապողոսը լսել է Քրիստոսի մահվան եւ հարության մասին, բայց նա չի հասկացել դրանց խորհրդավոր նշանակությունը եւ հոգու իջնելուց հետո հնարավորություն կամ էլ չի ունեցել առաքյալների հետ շփվելու, որ որևէ մեկ իրեն օգներ այդ անցումը կատարել, մասնակի գիտելիքներից դեպի ամբողջականի նրան բերել։ Ուրեմն մենք արդեն տեսանք, որ Ապողոսն ուներ մաքուր միտք, գեղեցիկ խոսք, պերճախոս մարդ էր, գրագետ, լինելով
օգտակար գիտելիքների շտեմարան նա փայլուն կարողություն ուներ իր գիտելիքները ունկնդիրներին հասցնելու։ Հիմա տեսնենք, թե ուրիշ ինչն է Ապողոսի մասին ասում այստեղ Ղուկասը, որը գովաբանում է նրան որպես քարոզիչ եւ լավ օրինակ է։ Տեսեք 25-ում նաեւ ասում է նա եռանդուն էր հոգով, ջերմեռանդ։ Ոգևորությամբ ծառայում էր, նախանձախնդրությամբ եւ նաեւ 25-ում ասում է, որ ճշգրտությամբ էր սովորեցնում Տիրոջ մասին։ Նրա ուսուցումը սխալ չէր, սա հիշեք, այլ հիմնված էր ունեցած գիտելիքի վրա։ Կարևոր է հիշել, որ Ապողոսի ուսուցումը մասնակի էր պարզապես եւ ոչ սխալ, որ չլինի ասենք, որ նա ինչ որ քարոզում էր, սխալ էր, այն սխալ չէր, այն պարզապես կիսատ էր։ Շատերը հոգով վարվում են, բայց գիտելիքով թույլ են։ Գրություններին քիչ տիրապետող նրանք չեն փնտրում պատշաճ բառեր, մինչդեռ անպատշաճ բառերը լրացնում են դրանք։ Եվ մյուս կողմից շատերը պերճախոս եւ ուժեղ են սուրբ գրքերում, կիրթ եւ խելամիտ, բայց չունեն ոչ կյանք, ոչ հոգեվոր կրակ կամ եռանդ իրենց մեջ։ Ապողոսի հիմնավորումների առարկան ծիսական իրավունքի առանձին հարցերը չէին, թեպետ դա հрьяաներին կհետաքրքրեր բավականին։ Եվ նաև ոչ էլ փիլիսոփայություն էր, հույներին էլ դա կհետաքրքրեր, բայց նա գրված է, որ Տիրոջ մասին էր քարոզում, այսինքն ինչ որ գիտեր Հովանեսի մկրտության վերաբերյալ եւ 5 տականից Մեսիայի մասին նա քարոզում էր, սովորեցնում էր։ Ղուկասը նախ ցույց է տալիս Ապողոսի ուժեղ կողմերը, ապա բացահայտում նրա սահմանափակումը։ Այսպիսով խնդիրը նրա կրթության կամ սխալ ուսմունքը չէր, այլ նոր ուխտի ամբողջական բացահայտման պակասը։ Միայն հին ուխտի իմացությունը ոչ թե սխալ է, այլ մասնակի, քանի որ այն բերում է մինչև Մեսիա, բայց ցույց չի տալիս, թե ով է այդ Մեսիան։ Հենց այստեղ հрьяաներով շրջապատված նա ուսուցանում էր Տիրոջ մասին։ Սովորեցնում մի բան, որի դեմ իր ունկնդիրները լուրջ նախապաշարմունքն ունեին։ Տեսեք Ակյուղասն ու Պրիսկիղան ինչ են անում։ Լսեցին Ապողոսի քարոզչությունը ժողովարանում։ Տեսնելով, որ մասնակի է նրա իմացությունը, քրիստոնեական վարդապետության հիմունքների վերաբերյալ, նրանք ընդունեցին նրան։ Գուցե շաբաթվա կամ մեկ օր կամ շաբաթ օրը իրենց տուն հրավիրեցին ընթրիքի եւ ավելի ճշգրիտ բացատրեցին նրան Տիրոջ ճանապարհը, փրկության ճանապարհը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ապողոսի այս թերությունը պատճառ չդարձավ, որ նրանք արհամարեն նրան կամ նվաստացնեն ուրիշների առջև։ Ակյուղասը եւ Պրիսկիղան նրան չէին համարում երիտասարդ անփորձ քարոզիչ եւ չէին կարծում, որ նրան չպետք է թույլ տան ամբիոն, մինչեւ կրկին ամբիոն ուղարկելը տարան սովորեցնելու նրան։ Նրա գիտելիքները համալրման կարիք ունեին, նա դեռ մասնակի գիտեր եւ գտնվում էր անցումային վիճակում եւ պետք էր ավելացնել եւ փառք Աստծո, որ այստեղ այս երկու հրաշալի մարդկանց կողմից Տերը իրականացնում է դա։ Հետաքրքիր է, որ նույնիսկ 5 տակարանի իմացությունն է համարվում մասնակի, երբ մարդ չգիտի նոր ուխտը։ Նույնիսկ այսօր, եթե դուք համացանցով նայեք հաճախ, որ շատերի գայթակղությունն է հрья ռաբիների, ովքեր Հիսուսին չեն ընդունում որպես Մեսիա Քրիստոս, ասեմ, որ մի քանի րոպե բավական է, որ իրենց լսեք ու դուք ապշեք իրենց գիտելիքներով։ Բայց այն մասնակի է։ Բայց այն չի ուղղորդում Մեսիային։ Ես անձամբ մի քանի անգամ հрья ռաբիների լսել եմ եւ հիացմունքով։ Գիտելիքի շտեմարան են իրենք։ Բայց փաստացի իրենք գիտեն մասնակի։ Իրենց գիտելիքը նույնիսկ միլիոնավորներ եթե լսեն իրենց, որևէ մեկին չի ուղղորդում, ցույց չի տալիս փրկչին։ Այսպիսով Ապողոսի կարիքը մասնակի գիտելիքն էր, որը պետք է համալրվեր, բայց ինչպես անել դա, ինչպես լրացնել նոր ուխտի գիտելիքը։ Միջոցը տեսնում ենք 26-ում։ Տեսեք, ինչ միջոցով է լրացվում նոր ուխտի մասին գիտելիքը։ Այն լրացվում է ավելի ճշգրիտ բացատրությամբ։ Եվ նա սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում, երբ Ակյուղասն ու Պրիսկիլան նրան լսեցին, իրենց մոտ տարան եւ Աստծո ճանապարհն ավելի կատարյալ բացատրեցին նրան։ Բացատրել բառը նշանակում է շարադրել կամ պարզաբանել, լույս սփռել, լիարժեք ցույց տալ, լիարժեք մեկնաբանել։ Նրանք Ապողոսի համար լիարժեք բացահայտեցին ու մեկնաբանեցին Աստծո ծրագիրը, որն ավելին էր, քան նա մինչ այդ գիտեր։ Եվ հետաքրքիր է, որ Ակյուղասն ու Պրիսկիղան մեկնաբանեցին ոչ թե 1-2 բառով, այլ տեսեք թե ինչպես։
իրենց մոտ տանելով։ Սա շատ ներողություն արտահայտության համար ոտքի վրա ասելու բան չի։ Երկու բառ մարդուն ասես, դու պետք է ամբողջությամբ այդ համակարգը բացատրես, որ նա կարողանա հասկանալ։ Իրենց մոտ տարան եւ բացատրեցին։ Հունարեն մեկ բառ է գրված այստեղ, պրոս լամբանոմայ, որը նշանակում է ընդունեցին, կամ իմաստային նշանակում է առնել իրենց մոտ, ձեռքից բռնելով մի կողմ տանել։ Ինչպես օրինակ նույն բառն է գրված Մատթեոս 16:22-ում, Պետրոսը Հիսուսին մի կողմ տանելով սկսեց հանդիմանել նրան, այսինքն առանձնացնել շրջապատից, բոլորի ներկայությամբ չխոսել։ Ակյուղասն ու Պրիսկիղան Ապողոսին չհանդիմանեցին կամ չհեռացրին, այլ առանձնազրույցի ընթացքում կարգով մանրամասն ու հստակ ներկայացրին, շարադրեցին ավետարանի ամբողջական ճշմարտությունը։ Ինչ է սա նշանակում։ Այն, որ բացատրությունը միջոց է ունեցած գիտելիքները համալրելու համար։ Եվ այն արդյունավետ է ոչ թե այն ժամանակ, երբ անմիջապես փորձում են ուղղել մարդու սխալը բոլորի առջև, կամ սխալի պահին, այլ այն ժամանակ, երբ առանձնազրույց, ընտանեկան ջերմ, հանդիպման, սիրո, հոգատարության պայմաններում են այն իրականացնում։ Սա չափազանց հզոր ու ազդեցիկ պահ է, գիտեք ինչու։ Տեսեք, եթե ուշադիր եղաք, Ղուկասը վառ կոնտրաստներ էր ներկայացնում թե Ապողոսի մասին եւ թե Ակյուղասի ու Պրիսկիղայի մասին։ Հիշեք թե ով է։ Ապողոսը 5 տակարանի մասնագետ է, լեզուներ իմացող, գիտությամբ եւ կրթությամբ շատ ավելի առաջ, քան Ակյուղասն ու Պրիսկիղան, իսկ նրանք վրանագործ են։ Եվ հիմա այս մեծ դպրոցի ռեկտորը հանդիպում է շարքային միսիոների։ Այսինչ է անում Տերը։ Ինչպես է այս վրանագործի գիտելիքները օգտագործում այս մեծ գիտելիքներ ունեցողի պաշարը լրացնելու համար։ Եվ այս վառ ու խելացի անձի կողքը տեսնում ենք այս ամուսիններին։ Ստացվում է, որ հիմա խոսքի գիտակն ու վրանագործը հանդիպում են եւ շատ տրամաբանական է, որ Ակյուղասն ու Պրիսկիղան սովորեին Ապողոսից շատ բաներ։ Ակյուղասն ու Պրիսկիղան իրենց հերթին են աստվածահաճո եւ իմաստուն ձևով վարվում, Ապողոսն էլ իր։ Նրանք ուշադիր լսում են Ապողոսի ուսուցումը, չեն ընդմիջում եւ նկատում են, որ նա դեռ չգիտի կամ չի հասկացել Քրիստոսի կատարած ամբողջությամբ, քանի որ միայն Հովհաննեսի մկրտությունից է խոսում։ Կարևոր նշում, երբ մարդու ուսուցումներից լսում ես, ավելի հեշտ ես կարողանում տեսնել նրա վարդապետությունը, նույնիսկ նրա աղոթքի մեջ է երևում նրա վարդապետությունը։ Մարդն ինչպես որ հավատում է, այդպես էլ սովորեցնում է։ Եվ լավ մասնագետի նման պետք է լսել, պակասները լրացնել մեր եղբայրների եւ քույրերի միջոցով, բացատրություններով։ Ամեն մասնագիտություն իր ստուգող հարցերն ունի եւ նման հարց էլ Պողոսն է հաջորդիվ տալիս 1-ից 7-րդ համարներում, ասում է, երբ հավատացիք Սուրբ Հոգին ստացաք, եւ Ակյուղասն ու Պրիսկիղան էլ նրանք հասկանում են, որ այս մարդը եթե լավ գիտի, պետք է վերջում ցույց տա, չէ Քրիստոսին, բայց տեսնում են ուսուցման մեջ չկա Քրիստոս, ուրեմն մի բան թերի է, պետք է սովորեցնել։ Նկատեք, որ երբ մարդու շարժառիթն ուղիղ է, օգնելու համար է, Աստծո գործի համար է, նա փնտրում է հարմար ելք խոսելու համար։ Իսկ եթե նպատակն այլ է, ապա մարդու սխալը դառնում է լավ առիթ բոլորի առաջ հանդիմանելու համար։ Ճիշտ է, տեղ կա, որտեղ բոլորի առջև պետք է հանդիմանել, բայց սա այդ տեղը չէր։ Վստահաբար Ակյուղասն ու Պրիսկիղան մտածած կլինեին, թե ինչպես կարող են անել, որ օգուտ տա իրենց դիտողությունը կամ շտկումը, քանի որ կա նաև էգոյի հարց։ Պատկերացնում եք, մարդ որքան շատ գիտի, այնքան դժվար է իրեն մոտենալը։ Այն էլ մոտենալ իրեն ասել, որ դու սխալ ես ինչ-որ հարցում։ Բայց Ակյուղասն ու Պրիսկիղան այդ քայլը անում են, ջերմ ընտանեկան մթնոլորտում, եւ Ապողոսն էլ իր ազնվությունը ցույց է տալիս իր խոնարհությամբ, լսելով։ Ինչ շատ է դուր գալիս այն, որ իրական ու անկեղծ եղբայրական պատկեր է նկարում այստեղ Ղուկասը։ Ցույց է տալիս հարթ ու սահուն փոխօգնության դրվագ Քրիստոսի եկեղեցում։ Մյուս կողմից էլ նայեք Ապողոսին։ Դատելով Ղուկասի նկարագրությունից, թե ով է նա, կարելի էր ենթադրել, որ նրա արձագանքը շատ սուր կարող էր լինել։ Բայց տեսնում ենք, որ այդպես չեղավ։ Մարդ, ով չափազանց շատ գիտի,
բայց չափազանց բաց ու խոնար է սովորելու համար։ Մարդով այնքան բաց ու ազնիվ է, որ վրանագործի ուսուցումն է ընդունում։ Խնդրում եմ մտածեք սրա մասին։ Սա նույնն է, մի փոքր այսպես օրինակը բերեմ, ինձ Ապողոսի տեղը չդնելով, ոչ էլ եղբայրներին։ Պատկերացրեք, մենք այստեղից փոխանցում ենք ձեզ Աստծո խոսքը, սովորեցնում ենք, չէ՞։ Ու դուք Ակյուղասի Պրիսկիղայի փոխարեն նկատեիք, որ ինչ որ բան թերի է, վստահ լինեիք, որ թերի էր, եւ եթե որոշեիք գալ մեզ ասել, ինչ կմտածեիք ճանապարհին։ Նորմալ չէ, որ գուցե մտածեիք, բայց ինչպես, ախր գուցե ինչպես մոտենամ, ինձ վերջում սխալ է հանելու անպայման։ Բայց պետք է այդպես չլինի Տիրոջ տան մեջ, պետք է այդպես չլինի։ Մարդով այնքան բաց ու ազնիվ է, որ ընդունում է իր քույր եղբայրների կողմից իր բացերի լրացումը։ Սա ցույց է տալիս մի քանի կարևոր բան Աստծո զավակների փոխհարաբերության մասին։ Առաջին, Աստծո զավակներն իրար կարիք ունեն։ Նրանք պետք է համագործակցեն Աստծո գործի ու փառքի համար։ Երկրորդ, Աստծո զավակների հաղորդակցության մեջ չկա աստիճանակարգ, մեծ ու փոքր։ Երրորդ, Աստծո զավակները պետք է միշտ պատրաստ լինեն բարելավելու իրենց գիտելիքները։ Չէ՞ որ մենք մինչև մեր կյանքի վերջ պետք է սովորենք։ Ճիշտ է, դու այն մասին, որ Հիսուսը փրկիչ է, ամբողջ կյանքում բացի դրանից չես սովորելու այլ բան, բայց դրա վերաբերյալ շատ նրբություններ կսովորես ու շատ կապեր կտեսնես հին եւ նոր կտակարանի։ Չորրորդ, Աստծո զավակները պետք է գործեն իմաստուն։ Նրանք պետք է ոչ միայն նկատեն օգնելու կարիքը, այլ նաեւ այդ օգնությունը տալու միջոցներն ու պայմանները հաշվի առնեն։ Եվ հինգերորդ, Աստծո զավակները մասնակի գիտելիքներով եւս հնարավոր է ծառայեն ու սովորեցնեն Հիսուսի մասին։ Նրանք, բայց պետք է միշտ պատրաստ լինեն, բաց լինեն համալրելու դրանք Աստծո մյուս զավակների միջոցով կամ Սուրբ գրքից կամ այլ գրքերի միջոցով։ Ահա տեսեք, թե ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքը։ Այն փրկagorցության մասին ամբողջական գիտելիք է տալիս, որ մարդը կարողանա ամբողջ պատկերը տեսնել։ Դե այս դեպքում քո ուսուցումները օգուտ կտան։ Ում է պետք ամբողջ աշխարհի գիտելիքները 10 մարդկանց, բայց Հիսուսին չտաս, այսպես ասենք։ Նրանք դա պետք է անեն, քանի որ մասնակի գիտելիքը չի կարող ցույց տալ Հիսուսի ամբողջ կատարածը եւ դրա իմաստը։ Նրանք դա պետք է անեն բացատրությունների միջոցով, հարց մտորման համար մեզ սիրելիներ։ Գիտելիքներիդ մեջ որտեղ է սիրելի քրիստոնյա։ Դու գիտես Հիսուսի մասին, թե ճանաչում ես նրան։ Դու գիտես, որ նա պետք է գար, թե գիտես, որ նա արդեն եկել է։ Մի փոքր ակտուալ չէ ձեզ համար այս հարցը, բայց եթե հрьяաներ լսեն կամ ուրիշներ իրենց համար այս հարցը տեղին կլինի։ Դու դեռ ծեսերի մեջ ես, ապաշխարության մկրտությամբ ես մկրտվել, թե հասկանում ես նոր ուխտի իմաստն ու օրհնությունները, որ ամբողջանում է Քրիստոսով։ Կարիք կա համալրելու քո գիտելիքները, թե ոչ։ Բաց ես սովորելու համար, թե բավարար է քեզ ինչ որ գիտես։ Դրա համար վայ այն հովիվներին ու ծառայողներին, որ տասնամյակներով իրենց հիշեցնում են նախկինում իրենց ստացած ուսման մասին եւ երբեք չեն առաջադիմում ուսման մեջ։ Մի քանի տարի շատ ներողություն ես չեմ ցածրացնում, բայց մի սերտիֆիկատով օրինակ սովորում են մի քանի ժամ դասընթաց ու ասում են մենք աստվածաբանական կրթություն ենք ստացել, բայց երբ քարոզում են, երբ լսում ես վարդապետություն, տեսնում ես, որ կամ չի ստացել, կամ ստացել է չի սովորել, կամ չի համալրվում իր գիտելիքները։ Դա է պատճառը, որ այսօր լսում ենք կիսատ ավետարան։ Դա է պատճառը, որ լսում ենք անտեղյակություն թե հին, թե նոր կտակարանների մասին։ Դա է պատճառը, որ քաոսային ուսուցումներ են հնչում արդեն ազատ ու բաց հարթակներում, ով ինչ ուզում համացանցում քարոզում է, ով ունի մի հեռախոս, մի բարձրախոս, Աստվածաշունչ, ինքը Աստվածաշունչը բացում է, դանդաղ երաժշտությունը միացնում է, լույսերը հետևից միացնում է եւ սկսում է ուսուցանել իր վարդապետությունը։ Նրանք ուսուցանում են առանց վերահսկողության, ով ինչ գիտի, առանց ուսման, առանց առաջնորդի, հպարտ ու խաբված ինքնավստահությամբ։ Ակյուղասի ու Պրիսկիղայի նման մարդկանց փայփայ եք սիրելիներ, ովքեր կարող են լուր լսել, բայց կարող են նաև իմաստուն օգնել։ Ովքեր քարոզչին բարձրացնում են, որ նա ավելի կատարելագործի, ոչ թե հրում են, որ ընկնի։ Նրանք դա անելու հրաշալի առիթ ունեին, բայց առիթը օգտագործեցին այսպես։
Սիրելի եկեղեցի, մենք քարոզիչներս լավագույնն անում ենք, որ Աստծո ամբողջական խոսքը սովորենք ու սովորեցնենք ձեզ, բայց եթե կյանքում դեպք լինի, որ այս ամբիոնից հնչի մասնակի ուսուցում, հիշեք Արկյուղասին եւ Պրիսկեղային։ Խաղաքարեր մի հավաքեք եղբոր չիմացության վրա։ Նման սրտով ու ձևով, ովքեր վարվում ու ապրում են Քրիստոսի եկեղեցում, թող, ինչպես կասեր Պողոսը, արմատախիլ լինեն, թե մեր համայնքից, թե Քրիստոսի բոլոր եկեղեցիներից։ Նմաններին ես կոչում եմ համացանցի փարիսեցիներ նույնիսկ, ովքեր միշտ հետևում են քեզ, ովքեր միշտ տեղյակ են քեզնից, բայց սպասում են, երբ դու սխալվես, իրեն գլուխ բարձրացնեն։ Եվ չես տեսնում այն իրական սերը Աստծո գործի եւ քո նկատմամբ, որ առանձին քեզ ասեն, եղբայր, այս հարցը գիտես ճիշտ չէր։ Եվ այդ դեպքերում, նույնիսկ եթե իր ասածը ճիշտ լինի, նա ստիպում է, որ դու չընդունես։ Հանուն իր սխալ մոտեցման։ Դա արդարացում չէ, բայց դա ճիշտ օգնություն չէ, որ ցույց է տրվում։ Նրանք երբեք չեն քաջալերում քեզ, նույնիսկ շնորհակալություն չեն հայտնում իրենց ծառայելու համար, բայց միշտ արթուն են կարմիր գրիչով քեզ մաքրագրելու համար, այն էլ ուրիշների ներկայությամբ։ Դրանք նենք հոգուտեր մարդիկ են, ովքեր եկեղեցում բաժանություններ են առաջացնում եւ խմբավորումներ են կազմում։ Սահուն անցում կատարեմ Ապողոսի շուրջ։ Խմբավորում կար, Կորինթոսում թե ոչ։ Եվ կար ուղիղ Պողոսն է ասում, ով է Պողոսը, ով է Ապողոսը, ճարտար եկել խոսել է, ուղարկում են, այստեղ են ուղարկում իրեն Կորինթոս։ Եվ գնում է, սկսում է սովորեցնել եւ այնտեղ հավաքվում են մարդիկ իր կողքը, իր ուսուցման կողքը եւ սկսում են խմբավորումներ ստեղծել։ Դա համար պետք է հեռու մնալ նրանցից եւ հանդիմանել, երբ փորձում են մեր ականջները օգտագործել որպես իրենց մեղքին հագուրտ տալու միջոց։ Հին ուխտից դեպի նոր ուխտ անցնելը ենթադրում է նաեւ անցում կատարել մասնակի գիտելիքից դեպի ամբողջական գիտելիք, Հիսուսի կատարած փրկagorցության մասին։ Ասեմ, որ Եբրայեցիս թուղթը անցած անգամ էլ ասենք ամբողջությամբ այդ անցումն է ներկայացնում եւ 6-րդ գլուխ առաջին 3 համարները տեսեք ինչ է ասում, հեղինակ ասում է. «Ուստի Քրիստոսի մասին նախագիտելիքները թողելով գանք դեպի կատարյալը։ Թողնենք նաև հիմնական ուսուցումները, որոնք վերաբերվում են մահացու գործերից ապաշխարությանը եւ Աստծո հավատին, մկրտությունների վարդապետությանը, ձեռնադրությանը, մեռելների հարությանը եւ հավիտենական դատաստանին»։ Ասում է, ահա թե ինչ ենք անելու, եթե Աստված թույլ տա։ Իր լսարանին ասում էր, որ մինչև Հիսուս եղած գիտելիքները եկեք թողնենք, դրա մասին խոսել ենք արդեն։ Հիմա անցնենք ամբողջականին, կատարյալին, որ եկել է արդեն Քրիստոս, ով գերազանցում է ձեր իմացած հինկտակարանյան եւ ծեսերն ու քահանայությունը ամեն բան։ Մենք որպես նոր ուխտի ծառայողներ, նոր ուխտի եկեղեցի արդյոք ուշադրություն դարձնում ենք ծառայողների աստվածաբանությանը։ Կամ դուք բոլոր եկեղեցիներ ուշադրություն դարձնում եք ձեր ծառայողների աստվածաբանությանը։ Գիտեք նրանց բազային, ֆունդամենտալ համոզմունքները թե ոչ։ Գիտեք նրանց ընկալումը հին ու նոր կտակարանների ուխտերի մասին, դրանց ունեցած կապի, մանրամասների, վերջնակետի եւ վերջապես նրանց փոխանցած ուսման մասին։ Գիտեք ուսուցիչն ինչ վարդապետություն որ ունի, դրանից էլ բխելու են նրա մյուս ուսուցումները, նրա բոլոր մեկնաբանություններն ու եզրակացությունները։ Դա համար մարդու համոզմունքները կարծես սահմաններ են գծում իր համար, որ թույլ չեն տալիս նոր տեղեկությունը դրանից այն կողմ ասնի կամ ստուգվի դրանով։ Միայն ազնիվ խոնարհ ծառայողներն են, որ պատրաստ են լսելու եւ մտածելու նոր գիտելիքի մասին, որը այս դեպքում ոչ թե նոր է, այլ շարունակությունն է։ Առակաց 9:9 ասում է. «Ուսուցում տուր իմաստունին եւ ել ավելի իմաստուն կդառնա։ Արդար մարդուն սովորեցնի եւ նա կավելացնի իր ուսումը»։ Այսպիսով ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքը, առաջին Քրիստոսի փրկagorցության մասին ամբողջական գիտելիք ունենալու համար, որպեսզի մեր հավատքը չմնա միայն նախապատրաստական կամ մասնակի մակարդակում, այլ ապրի Քրիստոսի խաչելությամբ, հարությամբ եւ Սուրբ Հոգու գալուստով կատարված փրկության լիության մեջ։ Երկրորդ պատճառը, ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքը, երկրորդ պատճառը հավատացյալներին օգնելն է, որպեսզի կարողանաս օգնել հավատացյալներին։ Նայեք 27-րդ համարին։
Իսկ հավատացյալներին օգնելու համար տեսեք թե ինչեր են պետք։ 27-րդ համարում տեսնում ենք 3 նախապայման հավատացյալներին օգնելու համար։ Պետք է պատրաստակամություն, երաշխավորություն եկեղեցու կողմից եւ ընդունելություն տվյալ եկեղեցու կողմից։ Նայեք 27-րդ համարին։ Եվ երբ նա պետք է Աքայա անցներ, եղբայրները գրեցին, խրախուսելով աշակերտներին նրան ընդունել։ Երբ նա եկավ, շատ օգնեց նրանց, ովքեր հավատացել էին շնորհի միջոցով։ Այսպեսով Ապողոսի գիտելիքները համալրված են, նա այլևս գիտի ոչ միայն Հովանեսի մկրտությունը, այլ նաև Հիսուսի մահը, հարությունն ու Սուրբ Հոգու գալուստը։ Եվ հիմա նա պատրաստ է ծառայելու ավետարանի ամբողջական պատգամը քարոզելով Քրիստոսի եկեղեցուն եւ մասնավոր պատրաստ է օգնելու տեղական եկեղեցու հավատացյալներին։ Նա հին ուխտի եւ նոր ուխտի խաչմերուկում ուսուցչությամբ ծառայող մեկն էր, իսկ հիմա ամբողջությամբ անցում է կատարել դեպի նոր ուխտ եւ ամբողջական պատգամով ու գիտելիքով պատրաստ է պայքարելու ավետարանի տարածման եւ եկեղեցու ամրապնդման համար։ Բայց ինչ նախապայմաններ կան Քրիստոսի եկեղեցուն օգուտ տալու համար, կամ ինչպես օգուտ տալ, ինչպես օգնել ծառայողներին եւ ծառայությանը։ Նոր ուխտի ծառայությունը կապված չէ ֆիզիկական տաճարի հետ, ինչպես ասացինք, եւ կենդանիների զոհաբերության հետ, այլ կապված է հոգեվոր տաճարի, եկեղեցու եւ ողջ կյանքը որպես կենդանի զոհ Աստծուն ներկայացնելու ու ծառայելու հետ։ Այլ խոսքով նոր ուխտում մեր գործը եկեղեցու հետ է։ Այսպիսով նոր ուխտի հավատացյալներին օգնելու համար ինչեր են պետք։ Առաջին տեսեք, պետք է պատրաստակամություն հենց ծառայողի կողմից։ Նայեք համարի առաջին մասին։ Գրված է եւ երբ նա պետք է Աքայա անցներ, Ապողոսը։ Պետք է անցնել արտահայտությունը հունարենում գրված է այնպես, որ ցույց է տալիս Ապողոսի ցանկությունը։ Պետք է անցնել ձևակերպումը կարող է տպավորություն ստեղծել անհրաժեշտություն կամ պարտավորություն, բայց 27-րդ համարի սկզբում գրված բայը նշանակում է հունարենում ցանկանալ, կամենալ կամ մտադրվել։ Նույնիսկ նոր արարատ թարգմանությունում հենց այդպես էլ գրված է, երբ նա ցանկացավ Աքայա գնալ։ Հենց այդպես էլ գրված է։ Սա նշանակում է, որ հավատացյալներին օգնելը պետք է չլինի պարտադրաբար։ Նա ուզում էր։ Դա իր ցանկությունն է։ Ինչպես որ Պողոսն է գրում երեցի մասին, ծառայության անցնելուց առաջ, ասում է առաջին Տիմոթեոս 3:1 հավաստի այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի բան է ցանկանում։ Իսկ այդ ցանկությունը պետք է լինի, ոչ թե ուղղակի կարիքը տեսնեն, ասեն եկեղեցուն նման կարիք արի երես դարձի, արի մեր ուսուցիչը եղի։ Ոչ, այստեղ մենք տեսնում ենք, որ նա ցանկանում էր գնալ Աքայա։ Մարդ ով սովորել է Աստծո խոսքը, պետք է գա ժամանակ, որ նա ցանկանա դա փոխանցել։ Եվ դա պետք է անել սեփական պատրաստակամության հիման վրա։ Հիշելով, որ եթե կա ցանկություն, ապա Աստված է գործում, Փիլիպպեցիս 2:12 եւ կամենալը եւ կատարելը մարդու մեջ։ Մի ծառայեք եկեղեցուն պարտադրաբար, այլ ուշադրություն դարձրեք ոչ թե միայն պատրաստ լինելուն, սովորած լինելուն, այլ նաեւ մարդու ցանկությանը։ Շատ մարդիկ կան, որ շատ պատրաստական են, բայց չունեն համապատասխան գիտելիք հավատացյալներին օգնելու համար։ Նոր ուխտում ծառայելու համար հավատացյալներին օգուտ տալու համար պետք է լրացված գիտելիքներով հանդերձ լինել պատրաստական, լինել ցանկացող։ Եվ այսօրվա անորակ ուսուցումների խորքային պատճառն այն է, որ մարդիկ սովորեցնողի դերում են, բայց իրենք չունեն ուսուցիչ, իրենք չունեն ցանկություն դա անելու։ Նրանք պարզապես ունեն ցանկություն առանց գիտության եւ շատերը չեն էլ պատրաստվում սովորել ապագայում։ Ոչ էլ ընդունում են, երբ իրենց Ակյուղասի ու Պրիսկեղայի նման որևէ մեկն ուղում է։ Նրանք հպարտ են, այլ խոսքով, կարճ եթե ասենք, անկախ իրենց տարիքից եւ իրենց փորձառությունից։ Էլ չխոսեմ նրանց էգոյի մասին, որ ուղում են, չեն ընդունում տղամարդուց, եղբորից, էլ չասեմ, պատկերացրեք կին լիներ ուղողը։ Պատկերացնում եք Ապողոսի դիմաց նստած է Ակյուղասը եւ Պրիսկիղան, կինն էլ։ Եվ ես չգիտեմ, Ղուկասը չի նշում, բայց ուցե կինն էլ է խոսել։ Կինն էլ է ինչ-որ բաներ փոխանցել, բաժնեկցել։ Բայց Ապողոսը լսել է։ Բայց չէ որ Եփեսացիում, երբ ոմանց տրվում է լինել հովիվներ, նաեւ շարունակություն կա այդ պաշտոնին, որ ուսուցիչն է։ Ոմանց տրվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ ու ուսուցիչներ։ Եթե Ապողոսը լիներ պատրաստական, բայց առանց նոր ուխտի գիտելիքի, ոչ մի օգուտ չէր տա հավատացյալներին։
Նաև օգնեց հավատացյալներին ամրապնդման իմաստով եւ օգնեց ծառայություններում, ավետարանության մեջ, որը շուտով կտեսնեք։ Միայն Ապողոսի պատրաստակամությունը բավարար չէ եկեղեցու ծառայողներին օգնելու համար, պետք է նաև երաշխավորություն, որը նա ստանում է եկեղեցու միջոցով։ Նայեք համարի շարունակությանը, որտեղ տեսնում ենք հավատացյալներին օգնելու երկրորդ նախապայմանը՝ երաշխավորություն կամ հանձնարարական նամակ եկեղեցու կողմից։ Եվ երբ նա պետք է Աքայա անցներ, արդեն հասկացանք, որ նա ցանկանում էր Աքայա անցնել, եղբայրները գրեցին խրախուսելով աշակերտներին։ Խրախուսել բառը հորդորելու եւ ավելի սուր ձևով համոզելու կամ համոզվածություն տալու իմաստն ունի։ Խրախուսեցին։ Նրանք վստահեցրել են եկեղեցուն, որ պետք է ընդունել Ապողոսին ոչ միայն եղբայր, այլ նաեւ ուսուցիչ։ Եղբայրները ուղարկեցին նման երաշխավորական նամակներ եւ սա լայնորեն տարածվում էր 5 կտակարանում էլ ներողություն նոր կտակարանում ենք տեսնում տարբեր համարներում, որ նամակներ էին ուղարկում Հռոմեացիս 16:1-ը ձեզ եմ ներկայացնում Փիբեին մեր քրոջը, սա իրևս նամակ է։ Առաջին Կորինթացիս 16:10-ում Պողոսը գրում է. Եթե Տիմոթեոսը գա, նայեք, որ առանց վախենալու ձեզ մոտ մնա, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։ Եվ Կողոսացիս 4:10 ձեզ ողջունում են Արիստարքոսը, իմ բանտակիցը, լսեք, եւ Բարնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գան, նրան ընդունեք։ Նորից նամակ է գրում եւ ցավալի մի նամակ, որ հենց երկրորդ Կորինթացիս թղթում է, երրորդ գլուխ առաջին երկու համարներում Պողոսը հիշում եք ինչ է գրում։ Նամակ, բայց այդ նամակի մեջ իրենից թուղթ էին ուզել իր մասին, իր առաքյալ լինելու։ Ասում է, դարձյալ սկսենք ինքներս մեզ հանձնարարել, թե ոմանց պես մեզ հանձնարարական նամակներ են պետք ձեզ համար, կամ հանձնարարականներ ձեր կողմից։ Մեր նամակը դուք եք, մեր սրտերում գրված եւ բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։ Այսինքն սա եւ դրական բաների համար էր եւ նաեւ նման տհաճ դեպքերում ենք տեսնում, որ այն առաքյալը ով քարոզել է այնտեղ, հիմա այդ ժողովուրդը կարիք է զգում, որ իր առաքյալ լինելը վավերացվի։ Կասկածի տակ է դրվում նրա հավատարմությունը։ Այսպիսով ուղարկվում է նամակ եկեղեցուն, երաշխավորելով Ապողոսի անձը եւ վարդապետությունը։ Հավատացյալներին օգնելու համար պետք է իմանալ նոր ուխտը, պետք է հավատալ նոր ուխտին, պետք է լինել պատրաստակամ այդ նոր ուխտը սովորեցնելու եւ եկեղեցին էլ իր հերթին պետք է հաստատի դա, որ անձը պատրաստ է ծառայելու եւ ունի բավարար գիտելիքներ։ Այն քայլը, որ այստեղ անում են Եփեսոսի եղբայրները, ուշադիր լսեք, ցույց է տալիս, որ նրանք տալիս են վավերացում Ապողոսի ուսման վերաբերյալ։ Վարդապետական նույնությունը մեծ դեր ունի ծառայության հարցում, սիրելիներ։ Անհամաձայնությունը նոր ուխտի վարդապետության մեջ, շնորհի ավետարանի հարցում, Հիսուսի անձի աշխատանքի, փրկության, դրա արդյունքների վերաբերյալ վաղ թե ուշ բերելու է բաժանությունների։ Օրինակ հենց 15-րդ գլխում հիշում եք, Երուսաղեմից ոմանք եկել են եւ ասում են, եթե Մովսեսի օրենքը չպահեք, չթլպատվեք, չեք փրկվի։ Եվ առաքյալները կազմակերպեցին հանդիպում եկեղեցու հետ, գնացին Երուսաղեմ եւ հաստատվեց այս վարդապետությունը եւ բնականաբար բաժանվեցին եկեղեցուց այդ գայլերը։ Նույնը 19-րդ գլխում մի քանի համար հետո եթե նայեք Եփեսոսում Պողոս առաքյալը քարոզում է, նայեք 19-9-ին, եւ երբ ոմանք սրտները խստացրին ու չէին հավատում, բազմության առաջ վատաբանելով այդ ճանապարհը, նա նրանցից բաժանվեց, աշակերտներին անջատեց եւ ամեն օր խոսում էր Տիրոջ անունով մեկի դպրոցում։ Վարդապետական նույնությունը կարևոր է ծառայության մեջ։ Դրա համար եկեղեցու կողմից որակավորում ստանալը կարևոր է, սիրելիներ։ Այսինքն նվազագույնը եկեղեցին պետք է վստահ լինի, որ ժողովրդին քարոզվում է ճշմարիտ ուսուցում, նոր ուխտի ուսմունքը։ Մեր օրերի ցավոտ հարցերից մեկն է, շատերը այնպես են ներկայացնում իբր առաջին դարի եկեղեցում ով ինչ ուզել սովորեցրել է, եւ վերահսկման ու ուղղորդման մեխանիզմներ չեն գործել այնտեղ։ Դա ճիշտ չէ, քանի որ հենց հիմա դուք տեսնում եք ընթացակարգը։ Նման ձևով հավատացողները մակերեսային եղբայրասիրության անվան տակ իրար հակասող ուսուցումներ են հնչեցնում նույն ամբիոնից եւ նրանց լսարանի հոգեվոր գիտելիքները նմանվում են մեզ ծանոթ վինեգրետ աղցանին, ինչպես մեր դասախոսները ասում։
Այսպես ասողները չեն սիրում սովորել, չեն սիրում համալրել իրենց գիտելիքները, ծուլություն են անում կամ հպարտություն են անում ու չեն սովորում, եւ եթե Բերիայի ժողովրդի լեզվով խոսեն կամ պրիզմայից նայենք, նրանք անազնիվ են։ Նրանք փակ են նոր ուսուցման համար կամ համալրման համար։ Նման ծույլ քարոզիչները ամբողջ կյանքում նույն օրինակները, դեպքերը, պատմություններն ու քարոզներն են տալիս։ Տարբերությունը լինում է միայն քարոզելու թվականի փոփոխությունը եւ լսարանի փոփոխությունը, եւ իրենց համոզմունքները մնում են նույնը։ Իսկ այստեղ աճող եկեղեցիները ամուր հիմքերի վրա են, եւ այդ հիմքը նոր ուխտի վարդապետությունն է, շնորհքի ավետարանն է, Հիսուսի կյանքը, մահն ու հարությունն է, որի համար մարդիկ ապրում էին, պահպանում էին եւ սովորում էին։ Հիմա էլ բոլոր համայնքներին ուղարկում են որակավորված քարոզիչների, ովքեր ճիշտ նույն վարդապետությունը կսովորեցնեն։ Հետո էլ ասում են վարդապետությունը կարևոր չէ։ Իսկ ի՞նչն է կարևոր, կասեք։ Անբովանդակ ճամբարները, ուտել խմելու պարզապես առիթները, որտեղ Քրիստոսի մասին ոչ խոսվում, ոչ քննարկվում է, ի՞նչն է ուրիշ կարևոր, եթե ոչ սա։ Ավելին ասեմ, առաջին դարի քրիստոնյաները երբեք ճամբար չեն էլ ունեցել։ Ես դրանով չեմ ուզում ասել չանենք, սխալ չհասկանաք, բայց դա չէ մեր ծառայության առաջնահերթությունը։ Դա միջոցներից մեկն է։ Տերը առիթա կարող ենք անել, բայց եթե անենք, դա պետք է նպաստի այդ ճշմարիտ վարդապետությունը փոխանցելու եւ ամրապնդելու համար լսողների մեջ, որ մարդիկ իրենց համոզմունքների որ կետում են լինեն, անցում կատարեն դեպի վերջնակետին, Քրիստոսին։ Հիշեք, նոր ուխտի վարդապետությունը չիմացող քարոզիչը չի կարող ծառայել Քրիստոսի եկեղեցում, քանի որ Քրիստոսի եկեղեցին տոնակատարում ու քարոզում է նոր ուխտը, որ իրականացել է Հիսուսով։ Տեսեք առաջին դարի եկեղեցիներն ինչպես էին գործում ու աճում շնորհի ուսմունքի մեջ։ Եթե կարևոր չլիներ ուսմունքը, եկեղեցին կարիք չէր ունենա հանձնարարական նամակ գրելու, երաշխավորելու, որ կորինթացիները ընդունեին Ապողոսին։ Եկեղեցուն ուսուցանողը պետք է որակավորում ունենա, պետք է ստուգված լինի նրա վարդապետությունը, պետք է լրացված լինի նրա մասնակի գիտելիքները, որից հետո նոր կարելի կլինի եկեղեցուն կոչ անել, ընդունել այս կամ այն քարոզչին։ Իսկ ո՞րն է երաշխավորելու կամ հանձնարարական նամակ ուղարկելու նպատակը։ Նայեք համարում։ Երաշխավորելու նպատակն այն է, որ եկեղեցին ընդունի նրան։ Եվ հա տեսնում ենք հավատացյալներին օգնելու երրորդ նախապայմանը, որը ընդունված լինելն է։ Նայեք համարի 3-րդ մասին։ Երբ նա պետք է Աքայա անցներ, եղբայրները գրեցին խրախուսելով աշակերտներին նրան ընդունել, Ապողոսին ընդունել։ Եփեսոսից երաշխավորական նամակ է գալիս Կորինթոսի եկեղեցու հավատացյալներին, որպեսզի ընդունեն նրան որպես ուսուցիչ, որպես եղբայր։ Ապողոսը եթե ընդունված չլիներ եկեղեցու կողմից, սիրելիներ, չէր կարող օգնել Կորինթոսի հավատացյալներին։ Ոչ իրենց հոգևոր կյանքում, ոչ էլ հավատացյալների հետ ծառայություն անելու հարցում։ Ընդունել բառը չի նշանակում պարզապես ջերմ բարևել։ Այն բացի սիրալիր ընդունումից ակնկալում է անձի եւ վարդապետության ընդունելություն որպես որակավորված քարոզիչ այս համատեքստում։ Եվ 27-րդ համարի 3-րդ մասում տեսնում ենք համագործակցությունները եկեղեցիների միջև։ Եթե Եփեսոսի եկեղեցին երաշխավորում է ուղարկվողի գիտելիքների իմանալով, ապա Կորինթոսի եկեղեցին էլ պետք է ընդունի նրան որպես որակավորում ունեցողի, ով կարող է ուսուցանել եկեղեցուն։ Դժվար է օգնել, երբ դու ընդունված չես։ Երբ մարգարեն էլ Հիսուսն ասաց իր քաղաքում ընդունված չէ, այդտեղ չկարողացավ իրենց օգուտ տալ։ Դու կարող ես ունենալ լավ դեղամիջոց, բայց ստանաս մերժում հիվանդների կողմից։ Իսկ այս դեպքում ունենք եւ երաշխավորություն, եւ իրական գիտելիքներ ունեցող, եւ պատրաստակամ, եւ ընդունված եղբայր ուսուցիչ։ Տեսնում եք ինչ կարգեր են գործել առաջին դարի եկեղեցիներում։ Նրանց համար վարդապետությունը երրորդային չի եղել, այլ առաջնային եւ որոշիչ։ Եվ այս եղբայրը անցնելով բոլոր այս քայլերը այժմ հրաշալի հնարավորություն ունի Աստծո եկեղեցիներին օգուտ տալու։ Նայեք համարի վերջի մասին, ինչ ենք տեսնում այնտեղ ընդունելության արդյունքում ինչ է տեղի ունենում։ Եվ երբ նա պետք է Աքայա անցներ, եղբայրները գրեցին խրախուսելով աշակերտներին նրան ընդունել, երբ նա եկավ, եկեղեցուն բաժանություններ առաջացան, չէ, ներողություն։ Երբ նա եկավ, շատ օգնեց նրանց։
շատ օգնեց, որոնք հավատացել էին շնորհի միջոցով։ Օգնել բառի իմաստն այն է, որ օգուտ պետք է բերել, օգուտ տալ, նպաստել ինչ որ կերպով։ Սա օգուտ է եկեղեցու կյանքին, անդամներին եւ ծառայությանը։ Իհարկե, որակավորված ծառայողը անպայման օգնում է եկեղեցուն, նպաստում է ընդհանուր ծառայությանը, բայց այստեղ նրա օգնությունն ավելի նեղ իմաստով է։ Եվ տեսեք, թե ում է վերաբերվում կոնկրետ այս օգնությունը։ Շատ օգնեց նրանց, որոնք հավատացել էին շնորհի միջոցով։ Այստեղ շնորհ բառը ցույց է տալիս նրանց հավատի որակը եւ հավատի գալու միջոցը։ Իսկ ինչ ճանապարհով էին իրենք դարձի եկել։ Շնորհի։ Այո, շնորհի միջոցով հավատացածներին պետք է ամրապնդել շնորհի մեջ։ Հիշեցնել ու քաջալերել, քանի որ մենք հենց շնորհքով ենք փրկված, հավատի միջոցով, եւ այն ոչ թե մեր գործերից է կասեր Պողոսը, որ չպարծենանք։ Այս շնորհքը մեզ հասանելի եղավ շնորհիվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավարտուն գործի։ Նա կատարեց նոր ուխտը եւ մեզ հասավ, ինչպես Գաղատացիում է ասում, Աբրահամի օրհնությունները։ Դրա համար պետք է հիշել նոր ուխտը, հաստատվել նոր ուխտի մեջ, սովորեցնել իրար ու մեծ օգուտ բերել ծառայությանը։ Ահա թե ինչու ենք հաղորդություն ընդունում։ Ինչ ենք հիշում հաղորդության ժամանակ։ Չէ՞ որ հիշում ենք Հիսուսի մահը, նրա այն խոսքերը, որ սա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի համար։ Այսինքն այն շնորհը, որը փրկում է մեզ, հենց այդ նույն շնորհն է, որ մեզ հավատի է բերում ու պահում է հավատի մեջ։ Օգնեց նրանց, ովքեր շնորհի միջոցով հավատի էին եկել։ Եվ ասեմ, որ բառը հավատի էին եկել, կամ ինչպես էինք ասում, հավատացել էին։ Գրված է իմպերֆեկտով, որը նշանակում է, որ նրանք շարունակում էին այդ եղած ազդեցությունը կրել մինչև հիմա։ Սա նշանակում է, որ հավատի մեջ պահպանությունը, սա կրկին Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ Աստծո աշխատանքի արդյունքն է, Աստծո գործն է։ Նրանք մնացել էին հավատի մեջ։ Դա մարդու ուժերի, ջանքերի հետ չի կապված, այլ Աստծո զորության։ Դուք պահպանված եք Աստծո զորությամբ հավատի միջոցով, կասեր Պետրոսը։ Տեսնում եք, նա ոչ միայն օգնում է, այլ նաև մասշտաբներն է գծում Ղուկասը։ Շատ է օգնում, եւ այդ շատությունը դուք կտեսնեք հաջորդ համարում։ Եվս մեկ կարևոր նշում։ Ղուկասը գրում է, որ այս օգնությունը նա ցուցաբերում է Կորինթոսում ապրող ու գործող ոչ թե երեցներին կամ ծառայողներին, այլ հավատացյալներին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ նա չի գրում ծառայողներին կամ երեցներին, առանձնացնելով շարքային, այսպես ասենք, հավատացյալներին մյուսներից, քանի որ եկեղեցու բոլոր հավատացյալներն էլ պարտավոր են քարոզելու նոր ուխտը։ Դա բոլորին է վերաբերվում։ Այդ հարցում պետք չէ ամրապնդել միայն երեցներին, բոլորին, հավատացյալներին, նոր ուխտի ճշմարտության մեջ։ Յուրաքանչյուր հավատացյալ պետք է իմանա, հասկանա եւ կարողանա բացատրել Քրիստոսի կատարած գործի իմաստը իր չափով ու կարողություններով։ Սիրելիներ, մենք խոսում ենք շարքային, այսպես կոչեմ, հավատացյալներից Ակյուղասի եւ Պրիսկիղայի մասին։ Այդ ինչ խորության եւ մակարդակի գիտեին, որ Ապողոսին են սովորեցնում։ Իրենք սովորական քրիստոնյաներից մեկն էին։ Դե եթե առաջին դարի սովորական քրիստոնյան այսքան եւ այսպես է իմացել, պատասխանում եք առաքյալների իմացության չափը։ Էլ չենք զարմանա Ստեփանոսին նայելիս։ Սարկավակ լինելով քարկոծվում է, Սինեդրիոնը չի կարողանում հակաճառել իրեն։ Հավատացեք, շատ դեպքեր կան, որ հավատացյալները չեն կարողանում բացատրել նոր ուխտը, քանի որ լավագույն դեպքում հասկացել են, բայց չեն կիրառում, չեն փոխանցում, իսկ վատագույն դեպքում կոչվում են հավատացյալ, բայց դեռևս չեն էլ ընկալել նոր ուխտը։ Ահա Պողոսի գիտելիքներն ամրապնդվում են։ Նա ամրապնդում է Կորինթացիներին եւ նպաստում է ծառայությանը, որտեղ ճշմարտությունը պահելու, բացատրելու եւ չզիջելու անդադար պատերազմ կա։ Մտորումների համար հարց մեզ, սիրելիներ։ Դուք որպես նոր ուխտի ծառայող Քրիստոսի եկեղեցու հետ եք ծառայում։ Օգնում եք հավատացյալներին, թե միայնակ եք ու շրջիկ։ Կամ որևէ եկեղեցու անդամ չեք, ունեք միայն on-line հոգևոր ընտանիք եւ ապրում ու ծառայում եք հեռավորության վրա վիրտուալ աշխարհում։
Դարի խնդիրներից մեկը սա է։ Եթե on-line ծառայությունները իրենց մեջ օգուտ ունեն, այդ օգուտի սահմանը արդեն հատել են շատերի համար եւ դարձել են փոխարինող միջոց։ On-line-ը պետք է չփոխարինի, այն կարող է օգնել։ Դու չես կարող լինել on-line հավատացյալ, չես կարող on-line հաղորդություն ստանալ, չես կարող on-line մկրտվել, չես կարող on-line մեկին հաց տալ ուտելու, չես կարող։ Եթե Քրիստոսի եկեղեցու անդամ եք եւ ծառայում եք նրա հետ, ունեք որակավորում եղբայրների առաջնորդների կողմից, որպես վկայություն, որ դուք անկալել ու հավատում եք շնորհի վարդապետությանը։ Արդյոք ձեր գիտելիքները բավարար են նոր ուխտի ծառայությունը կատարելու համար, այնպես որ օգուտ տաք հավատացյալներին, օգնեք Քրիստոսի եկեղեցուն։ Եվ վերջում, ձեր ծառայությունը օգուտ տալիս է եկեղեցուն, թե ոչ։ Թե դուք եկեղեցում եք միայն հոգևոր սնունդ ստանալու համար տարիներով, բայց դեռևս ոչինչ չեք անում, որ հոգևոր օգուտ տաք ձեր քույր ու եղբայրներին։ Կոչ, սովորեք նոր ուխտի ճշմարտություններ եւ շտապեք օգուտ տալու Քրիստոսի եկեղեցուն։ Սա երկրորդ պատճառն է, թե ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքը, առաջին փրկagorցության մասին ամբողջական գիտելիք ունենալու համար եւ երկրորդ հավատացյալներին օգնելու համար։ Բայց կա նաեւ վերջին պատճառը հատվածում։ Եթե նոր ուխտի գիտելիքը լրացնելով Ապողոսը ունեցավ արդեն ամբողջական գիտելիք փրկagorցության մասին, այդ գիտելիքը համալրած նա ներդրեց եկեղեցուն օգնելու համար։ Եվ տեսեք երրորդը, թե ինչ օգուտ է տալիս նրա գիտելիքը եւ ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքը։ Երրորդ, ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքը։ Երրորդ պատճառը Հիսուսի մեսիա լինելը պաշտպանելու համար։ Հիսուսի մեսիա լինելը պաշտպանելու համար։ Այն ոչ միայն քեզ կտա պատկերացում փրկagorցության ողջ գործընթացի մասին, այն ոչ միայն քեզ կօգնի, որ դու օգնես Քրիստոսի եկեղեցուն, այլ նաև քեզ կօգնի, որ դու կարողանաս ապացուցել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Եվ այս մեկ համարում տեսնում ենք երկու քայլ Հիսուսի մեսիա լինելը ապացուցելու, որ անում է Ապողոսը։ Առաջին նա անում է դա հերքելով սխալները մարդկանց, եւ երկրորդ նա անում է դա Սուրբ գրքից ցույց տալով, որ Հիսուսը Քրիստոսն է։ Նայեք համարին։ Քանի որ նա մեծ զորությամբ համոզում էր հրեաներին եւ հրապարակավ Սուրբ գրքից ցույց տալիս, որ Հիսուսը Քրիստոսն է։ Այսինքն նրա օգնությունը աշակերտներին արտահայտվում է նրանով, որ նրանց հետ միասին, տեսեք, դուրս է գալիս ավետարանչական դաշտ։ Նոր ուխտը սովորելու հնին նորն ավելացնելու արդյունքը այստեղ է։ Ապողոսը իր ողջ պոտենցիալը ցույց է տալիս, իհարկե Տիրոջ շնորհքով, ապացուցելով մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է։ Նա քանի որ նոր ուխտի սպասավոր է, ինչպես բոլոր Հիսուսին հավատացողները, նա ջանում է ապացուցել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Նա երկու ձևով է դա անում։ Նայեք առաջինը, նա հերքում է սխալը։ 28-րդ համարի առաջին մասին նայեք։ Գրված է այսպես. քանի որ նա մեծ զորությամբ համոզում էր հրեաներին։ Բառը նշանակում է հակառակորդին վիճաբանության մեջ հերքել, նրա փաստարկները հերքել։ Համոզելը պարզապես նույն բանը կրկնելը չէր, մի քանի ձևով։ Դուք պատկերացնում եք ինչպես են Ապողոսին բացատրել Ակյուղասն ու Պրիսկիղան, որ հիմա նա կարողանում է հերքել Հիսուսի մեսիա լինելու մասին ստերը։ Այստեղ անուղղակի երևում է Ակյուղասի եւ Պրիսկիղայի համեստ, բայց շատ մեծ ու կարևոր գործը Քրիստոսի եկեղեցու համար։ Այսպես էլ Տիրոջ եկեղեցում շատերին ենք տեսնում, ովքեր երևելիներ են, խելացի են, գիտակ են, ճարտար խոսում են, բայց հավատացեք, յուրաքանչյուրի եւ յուրաքանչյուրիս հետևում Ակյուղասներ կան, Պրիսկիղաներ կան։ Ապողոսի համար դժվար չէր Հիսուսին ցույց տալ հին ուխտում, այն էլ տեսեք, թե ում էր նա դա ցույց տալիս։ Համարում ինչ է ասում։ Հրեաներին։ Հրեաներն են։ Նրանք ցավոք, բայց մինչև հիմա էլ մերժում են Մեսիային։ Մինչև հիմա էլ ապացույցներ են բերում, որ Հիսուսը Քրիստոսը չէ։ Այսինքն Մեսիան չէ, բայց մենք գիտենք, որ նրանք կուրացած են։ Բայց ըստ Տիրոջ ծրագրի կգա ժամանակ, որ Իսրայելից մի մնացորդ կփրկվի։ Հիշեք, նոր ուխտի ծառայողը պետք է լավ իմանա հնի եւ նորի կապը եւ դրա տրամաբանությունը, որ կարողանա հերքել բոլոր այն մարդկանց, ովքեր կասեն, որ մենք չենք տեսնում, որ Հիսուսը այդ եկած ձեր քարոզած Հիսուսը Մեսիան է, Քրիստոսն է։
Վերջերս մի ռաբի է լսում, վերջերս ասել էր 1 տարի առաջ, ասում էր մենք մարգարեությունները հաշվել ենք, քանի հատ մարգարեություն կար 5 տականում Հիսուսի մասին, եւ նաեւ Հիսուսի կյանքն ենք ուսումնասիրել եւ տեսել ենք, որ երկուսը չեն համապատասխանում, դրա համար մենք չենք ընդունում։ Բայց հերքել չի նշանակում հակաճառել կամ անիմաստ հերքել որպես ամբիցիա, ոչ, հերքել նշանակում է գործի դնել նաեւ ապացուցողական ամենահավաստի եւ կարեւոր միջոցը։ Որն է դա։ Սուրբ Գիրքը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, դուք կարողանում եք օգտվել 5 կտակարանից եւ փաստարկներ բերել ձեր զրուցակցին, ցույց տալով, որ եկած Հիսուսը այն նույն Մեսիան է, ով խոստացված էր 5 կտակարանում։ Գիտեք, այնինչ Ապողոսն անում է, ժամանակակից լեզվով կոչվում է ջատագովություն կամ ապոլոգետիկա, լսել եք։ Նա լավ գիտի Սուրբ գրքերը եւ պատրաստ է միշտ խոսելու իր ունեցած հույսի մասին։ Առաջին Պետրոս 3:15։ Հիշեք, ջատագովությունը դա նույն պաշտպանությունն է, ավետարանի պաշտպանությունը։ Մենք ավետարանը պաշտպանում ենք ոչ թե սրով, այլ խոսքի սրով։ Եվ ինչ մտքեր որ կան գոռոզացած Աստծո իմաստության դեմ, Քրիստոսով գերի ենք վերցնում։ Փաստարկներ ենք բերում, ջախջախում եւ հերքում ենք այդ ճշմարտությամբ։ Հարց մեզ, որպես նոր ուխտի ծառայողներ, կարողանում ենք պաշտպանել ավետարանի ճշմարտությունները, նոր ուխտի բովանդակությունը Հիսուս Քրիստոսի ով լինելը։ Ազնվորեն գնահատեք ձեզ, ձեր կարողությունները։ Եթե այսօր ձեր կողքը հрьяաներ չեն ապրում, դա չի նշանակում, որ դուք պետք է չիմանաք, ինչպես է պետք փաստել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Գոնե հрья չկա, Եհովայի սուտ վկաներ կան։ Այ իրանց պետք է փաստել, ցույց տալ, որ տեսեք, Հիսուսը Քրիստոսն է։ Կարող ենք խոսել օրինակ մուսուլմանի հետ, աթեիստի հետ, Եհովայի սուտ վկայի հետ եւ հերքել նրանց ստահոդ գաղափարները նոր ուխտի մասին ճշմարտություններով։ Դրա համար կոչը շատ կարճ եւ բոլորիս ուղված։ Լրացրեք ձեր գիտելիքները նոր ուխտի մասին, որ կարողանաք հերքել ստերը Հիսուսի մասին։ Սա առաջին քայլն է, որ անում էր Ապողոսը ավետարանչության ժամանակ։ Նա հերքում էր սխալը, բայց նա այդ չէր անում հենվելով իր գաղափարների կամ պարզապես փիլիսոփայական տրամաբանության վրա։ Տեսեք, թե ինչ էր անում։ Երկրորդ քայլը, նա ցույց է տալիս ճշմարտությունը Սուրբ գրքից։ Քանի որ նա մեծ զորությամբ համոզում էր հрьяաներին եւ հրապարակավ, տեսեք, Սուրբ գրքից ցույց տալիս, որ Հիսուսը Քրիստոսն է։ Փաստորեն նրա կատարած քայլերը շատ տրամաբանված են ու անառարկելի։ Նա հերքում է, բայց փոխարենը ցույց է տալիս։ Աստվածաբանությունում մի միտք կա, որ շատ համապատասխան է Ապողոսի արածին։ Ասում են, աստվածաբանության նպատակը համոզելը չէ, այլ ցույց տալը։ Այո, դու ցույց տուր, իսկ ճշմարտությունը թող համոզի իրեն։ Սա ճիշտ է, պետք է ցույց տալ եւ ճշմարտությունն ինքը թող համոզի, ոչ թե մենք ճշմարտության փոխարեն առանց Սուրբ գրքի։ Ապողոսն այսպես էր վարվում, հանրության մեջ, ոչ թե միայն առանձնազրույցներում։ Տեսեք, ասում է հրապարակավ։ Իր ճկուն լեզուն կամ հռետորական կարողությունների հիման վրա նա հույսը չէր դնում եւ իր հույսը դնում էր գրվածի վրա։ Սա չափազանց կարևոր է, քանի որ երբ դու ուշադիր լսեք, ցույց ես տալիս գրվածը, այլևս քո ով լինելն ու կարողություններն առաջին տեղում չեն։ Դրանց վրա չէ քո հույսը, այլ գրվածի, որ Տերը կօգտագործի դա։ Սա էլ է հրաշալի կոնտրաստ։ Ապողոսի նման գիտուն մեկը հույսը իր կարողությունների վրա չի դնում, այլ գրվածի։ Գրքից ցույց տալը նաև հավատարմություն է Աստծո խոսքին եւ հրաժարում հպարտությունից։ Ստերն ու սխալները հերքելու միջոցը Աստծո խոսքն է, սիրելիներ, հիշեք, որքան ուզում եք սրտաճմլիկ ձևով ներկայացրեք մարդկանց, պետք է ճշմարտությունը ցույց տաք հենց Սուրբ գրքից, որովհետև Աստված օգտագործում է իր խոսքը մարդկանց մտքերում փոփոխություններ բերելու համար։ Այդ խոսքը ունի բավականաչափ հեղինակություն եւ ուժ խորտակելու ցանկացած սխալ միտք, քանի որ այն երկսայրի սրից ավելի կտրուկ է, որ թափանցում է մինչև մարդու ներաշխարը եւ գործ է անում այնտեղ։
Դրա համար կոչ ձեր բոլոր պնդումները ցույց տվեք գրվածով եւ վստահեք Աստծուն։ Իսկ ինչ ենք տեսնում համարում Ապողոսի ծառայության վայրի ու բնույթի մասին։ Տեսեք, նա հրապարակավ էր այսպես ծառայում։ Պատկերացնում եք, որքան պետք է լինես պատրաստված, որ կարողանաս հրապարակավ բանավիճել եւ ցույց տալ ճշմարտությունը։ Նա բանավոր իր բառերով համարների իմաստը վերաձևակերպելով չէր ապացուցում նման խրթին հարցեր, այլ ցույց էր տալիս գրվածով։ Գիտեք ինչ է նշանակում ցույց տալ։ Կուզեմ դասեմ մի երկու միտք։ Այո, հերու պետք չէ գնալ, նշանակում է պարզապես հղում անել, ցույց տալ, որտեղ է դա գրված եւ ինչ է դա նշանակում։ Այդքան պարզ, ճիշտ է, այդ պարզությանը հասնելու համար դու պետք է այնքան ուսումնասիրես, որ իմանաս դա ինչ է նշանակում, բայց իմանալուց հետո քեզնից հասնում է միայն ցույց տալ։ Հանդիպել եք մարդկանց, որ քեզ հակառակվում են, հակառակ փաստարկներ են ուզում բերել, բայց ասում են կարծեմ այսպես է գրված։ Ցույց չեն տալիս։ Կամ եթե ցույց են ինչ, կամ եթե ցույց են տալիս, նույնիսկ իրենց մեջբերման իմաստը չգիտեն։ Իմաստը ցույց չեն տալիս, այսինքն բառացի կարող են ցույց տալ, որ այսպես է գրված։ Բառացի ասել կարող են ցույց տալ, որ աչքդ գայթակղեցնում է հանիր։ Բայց դրա իմաստը պետք է հասկանալ, հակառակ դեպքում կույրերով նստած կլինենք այստեղ բոլորս։ Այո, պետք է ցույց տալ դրա իմաստը։ Օրինակ, թե հрьян ասեր Ապողոսին, պատկերացնենք նրանց դիալոգը, հա։ Հիսուսը չի կարող լինել խոստացված Մեսիան։ Ապողոսը բացեր գրքերը, այն էլ 5 կտակարանի եւ ցույց կտար։ Կասեր տես Միքիա 5:2, Մեսիայի ծնունդը Բեթլեհեմում պետք է լիներ։ Կույսից ծնունդը տես գրված է Եսայա 7:14, Մատթեոս 1:22-23։ Տես Մեսիայի չարչարանքների եւ մահի մասին գրված է Եսայի 53-ում։ Եվ տես ինչպես է Ղուկասում ցույց տալիս կամ ուրիշ տեղեր։ Մեսիայի հարության մասին տես Սաղմոսներում է գրված։ Մեսիայի փառավոր թագավորության մասին եւ այսպես շարունակ։ Այսինքն դու պետք է ունենաս լայն եւ բազմակողմանի գիտելիք եւ հին եւ նորի մասին, որ դու կարողանաս ապացուցել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ահա թե ինչ է օգուտ տալ նշանակում եկեղեցուն Աստծո գործին։ Ուստի ցույց տալու իմաստը այստեղ պարզապես վիճելը չէ։ Նա հերքում էր հрьяաների հակառակ դիրքորոշումը նրանց իսկ ընդունած հեղինակության գրքերի միջոցով։ Գիտեք որքան ազդեցիկ է, որ դու Եհովայի սուտ վկային ասես, «Տուր քո ձեռքի գիրքը, հենց դրա մեջ ես քեզ ցույց տամ»։ Ճիշտ է, իրենք բավականին լավ աշխատել են, որ Հիսուսին որպես Աստված, որպես Մեսիա ցույց տվող տեղերը փոփոխությունների ենթարկվեն, բայց ելի հնարավոր է նույնիսկ իրենց գրքով իրենց ապացուցել Հիսուսի Աստված լինելը։ Սա նոր ուխտի ծառայության առանցքն է, սիրելիներ։ Ահա թե ինչ է նշանակում գիտելիքի ոլորտում եւս կատարել անցում, մասնակից դեպի ամբողջական։ Հարց նոր ուխտի սիրելի ծառա, կարողանում է սուրբ գրքով ապացուցել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Սուրբ գրքով։ Ոչ թե դիմացին ուղղակի ասես նա Քրիստոս, շատ լավ, գրքով կարող ես ցույց տալ։ Մի քանի համար կարող ես ցույց տալ։ Կարողանում ես 5 կտականից ցույց տալ, որ խոստացված Մեսիան հենց Հիսուս Քրիստոսն է։ Մի պատասխանեք, հիմա ձեր մտքում մտածեք։ Հիշեք մեկ համար, որ կարող եք ապացուցել, որ Հիսուսը խոստացված Մեսիան է։ Դերոշնի։ Լավ առիթ է մեր մասին մտորելու։ Գիտեք, այսօր աշխարհում բազմաթիվ կրոնական եւ գաղափարական տեսակետներ կան, որոնք չեն ընդունում Աստվածաշնչի վկայությունը, որ Հիսուսը հին ուխտի խոստացված Մեսիան է։ Դրա համար մենք Ապողոսի նման կարիք ունենք լավ իմանալու, սիրելիներ, սա ընդունեք մարտահրավեր Ղուկասից մեզ լավ սովորելու համար, եւ հին եւ նոր կտականը։ Դրա համար 1-1.5 տարի առաջ, երբ որ որոշում ենք քույրական հանդիպումների ժամանակ 5 կտականի ներկայացումը անցնել, պատճառներից մեկը այն էր, որ ոչ միայն մեր համայնքում, այլ ընդհանրապես քրիստոնեական աշխարհում 5 կտականի իմացությունը համեմատած նորի ավելի թույլ է, ավելի քիչ է։ Եվ կարիք կա, որ մենք 5 կտականը ավելի լավ սովորենք, դրա կապը նորի հետ ունեցած։ Մենք պետք է պարզապես չասենք, ես հավատում եմ, որ Հիսուսն է Քրիստոս, այլ պետք է գրքերից ցույց տանք դա, ինչպես անում էր Ապողոսը։ Մենք պետք է ոչ միայն հավատանք, որ Հիսուսն է Քրիստոսը, այլ նաև այնքան լավ ճանաչենք Սուրբ Գիրքը, որ կարողանանք ուրիշներին ասել՝ արի նայի,
տես, որ Աստծո խոսքը այդպես է ասում։ Այժմ մենք ունենք նոր ուխտի ողջ գիտելիքը, մենք խաչմերուկում չենք, մենք հասկանում ենք Հովհաննեսի մկրտության իմաստը եւ Հիսուսի Մեսիա լինելու ապացույցը։ Այսքանից հետո միասին հարց է առաջանում, մենք քարոզում ենք նոր ուխտը մեր շրջապատում, սիրելիներ, թե դեռևս եկեղեցաշենքերից հետետ ենք դուրս գալիս։ Եթե նման դրսևորումներ կա, նշանակում է մենք լավ դեռևս իր բոլոր ծալքերով չենք ընկալել, ինչ է նշանակում ապրել նոր ուխտում։ Հաճախ առիթ է լինում ասելու, որ նոր ուխտում ծառայել նշանակում է արտաքինից կենտրոնանալ ներքինին, ձևից գալ բովանդակությանը, ծեսից գալ ծառայությանը եւ այս դեպքում մասնակից գալ ամբողջական գիտելիքի։ Ահամարտով կատարեց անցում հնից դեպի նորը, լրացնելով իր մասնակի գիտելիքը։ Այժմ նրա ողջ կենտրոնացումը մեկն է՝ հրապարակավ հերքել ու ցույց տալ, որ Հիսուսը Քրիստոսն է։ Մի քանի կոչ ու ավարտենք, սիրելի եղբայր եւ քույր։ Իսկ դու ինչով ես զբաղված։ Ինչ վիճակում են գիտելիքներդ քո փրկչի մասին։ Ավելի շատ տեղեկություն ունես քո մասնագիտության մասին, թե փրկչիդ։ Կարողանում ես հերքել Հիսուսի Մեսիա լինելու դեմ գոռոզացած ամեն միտք։ Կարողանում ես ցույց տալ Սուրբ գրքում Հիսուսին որպես Քրիստոս։ Օգուտ տալիս ես հավատացյալներին ավետարանչության եւ ջատագովության մեջ։ Ահա ջատագով Ապողոսը մարդով ջերմեռանդ հոգով էր, մասնակի գիտելիքով եւ խոնարհությամբ ու սովորելով անցում կատարեց դեպի նոր ուխտի լիություն, իրականություն եւ հիմա էլ եռանդուն կերպով հրապարակավ ցույց է տալիս, որ Հիսուսն է Քրիստոսը։ Մի քանի դասեր եկեք վերցնենք այս հատվածից եւ ավարտենք։ Առաջին, ամբողջացրեք նոր ուխտի մասին ձեր մասնակի գիտելիքները։ Հիշեք, որ միայն հին ուխտն իմանալը նշանակում է լինել ճանապարհի կեսին։ Հիշեք, հին ուխտն առանց նորի ընկալման մասնակի է։ Այն լավ էր իր ժամանակի համար, բայց Քրիստոսի հարությունից հետո պետք է լրացնելով անցում կատարել դեպի նորը։ Տարիներ առաջ մեկը օրինակ բերեց, կարծեմ մեր Վիչեսլավ եղբայրն էր, երբ որ ես Կիևում էի սովորում, տպավորվել է շատ։ Հենց սրա մասին էր օրինակը, ասում էր, երբ դու դուռ ես դնում քո տան մեջ, սկզբից այդ կաղապարն ես, չէ՞ դնում փայտերով։ Երբ չորանում է ցեխը, դու հետո հանում ես այդ փայտը։ Այդ փայտը իր ժամանակին իր գործը կատարեց, հետո էլ պետք չէ։ Մենք չենք կարող ասել փայտը վատն էր։ Փայտը այդ ժամանակի համար էր, այդ գործի։ Նույնն է այստեղ։ Հին ուխտը լավ է, բայց այն իր ժամանակի մեջ էր կարևոր։ Հիմա անցել է, լրացվել է։ Խոնարհությամբ ընդունեք Աստծո ուղարկած մարդկանց, Աստծո ուղարկած միջոցները, որոնք ձեզ ուղղելու, լրացնելու եւ առաջնորդելու համար են գալիս, սիրելիներ։ Որ դերում էլ լինեք, կատարեք ձեր գործը, թե բացատրողի, թե սովորողի։ Հնարավոր է երկուսի դերում էլ լինենք կյանքում։ Ուղղեք Քրիստոսով եղբորը կամ քրոջը խոնարհությամբ, իմաստությամբ, հաշվի առնելով հանգամանքները, բայց չզիջելով ճշմարտությունը։ Ժամանակ տրամադրեք ճշգրիտ բացատրություններ փոխանցելու համար։ Սովորեցրեք քրիստոնեական վարդապետության առանցքային ճշմարտությունները, որոնց վրա կառուցվում է մեր հավատը։ Սովորեցրեք հին ուխտը, նոր ուխտը, ցույց տվեք դրանց կապերը, մեծ գաղափարը, որ մարդ կարողանա ընկալել եւ անցում կատարել իր մասնակի հին գիտելիքներից դեպի նորն ու ամբողջականը։ Լրացրեք ձեր գիտելիքները այնքան, որ պարզ կարողանաք, պարզ հասկանալ փրկագործության կարևոր մանրամասները։ Ձեր մտքում, սիրելիներ, պետք է այսպես պատկերը ձևավորվի փրկագործության ողջ հավիտենությունից հավիտենություն, նախասահմանություն, խոշոր փուլերն ասենք, վերստին ծնունդ, կանչ, արդարացում, սրբագործում եւ փառավորում։ Այս շղթան իր բոլոր փուլերով դուք պետք է ձեր մտքում ունենաք եւ քիչ-քիչ կյանքում բոլոր բաժինների վրա աշխատեք, որ ավելանա, որ այդ ողջ պատկերը մենք կարողանանք տեսնել, որ երբ դու դիմացինի հետ խոսես, որ փուլից էլ քեզ հարց տա, դու քո գիտելիքները կարողանաս գործի դնել, ցույց տալ։ Եվ պետք է աճել Քրիստոսի գիտությամբ, ավելացնել գիտելիքները միշտ Կողոսացիս 1:9-10։ Դրա համար մենք էլ այն օրից երբ լսեցինք չենք դադարում ձեզ համար աղոթելուց եւ աղաչելուց, լսեք, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ։ Շատանա ձեր հասկացողությունը նրա կամքի վերաբերյալ։ Եթե անցումը կատարված էր հնից դեպի նորը գիտելիքներով,
Հիմա մենք ամբողջ կյանքում էլ պետք է լցվենք նոր գիտելիքներով Աստծո մասին։ Եվ Պետրոսն է ասում 3:18-ում. «Աճեք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտությամբ»։ Երկրորդ, սա առաջինն էր, ամբողջացրեք նոր ուխտի մասին ձեր մասնակի գիտելիքները։ Երկրորդ, ձեր գիտելիքներն օգտագործեք Քրիստոսի եկեղեցուն օգնելու համար։ Ձեր գիտելիքները օգտագործեք Քրիստոսի եկեղեցուն օգնելու համար։ Միշտ ձեր կյանքում ունեցեք մարդկանց, որոնցից կսովորեք, եւ ունեցեք մարդիկ, որոնց կսովորեցնեք։ Տարիներ առաջվանից նույնիսկ երևի սա 15 կամ ավել, չեմ հաշվել, մի աղոթք այսպես եկավ իմ սրտի մեջ, մասնավոր չէի մտածել այդ մասին, ու մինչև այսօր Տերը այդ աղոթքին շարունակաբար պատասխանում է։ Ասում է, աղոթում է այսպես, ասում է Տեր, ու խնդրում եմ, ես ուզում եմ ամեն օր ինչ որ ինձ սովորեցնում ես, առիթ տաս, որ ուրիշին փոխանցեմ։ Նույնիսկ օրվա մակարդակում, այո, նույնիսկ օրվա մակարդակում ինչ սովորում էի, օրվա ընթացքում Տերը առիթ էր տալիս, որ ես դա փոխանցեի։ Եվ այդպես ձևավորվեց, այսինքն միշտ ունենաս քո կյանքում մարդկանց, որոնցից եւ կսովորես եւ կփոխանցես, որ չլճանաս։ Միայն որ ունեցածդ փոխանցես, բայց չլծվես, կլճանաս։ Եվ նաեւ առիթներ եղել, նաեւ ասեմ, որ ինչ ունեցել եմ, փոխանցել եմ, մտածել եմ, էլ բան չմնաց։ Էլ ինչ ասեմ, ուտեղ վախ է առաջանում, բայց չասեմ, որ մի քիչ շատ բան իմանամ ես իրենից, բայց չէ, պետք է հաղթարել եւ Տերը նոր թափով գիտելիքները տալիս, որ դու միշտ պատրաստ լինես փոխանցելու, օգուտ տալու հավատացյալներին։ Օգնեք այն հավատացյալներին, ովքեր դեռևս չունեն բավարար գիտելիք, հին եւ նոր ուխտերի մասին, Քրիստոսի գործի մանրամասների մասին, եւ օգնեք նաեւ արդեն հաստատված հավատացյալներին ավետարանչության մեջ։ Օգտագործեք հնարավոր բոլոր առիթները եկեղեցու հետ սովորելու։ Մեր եկեղեցին ինչ անում է, ուսման շուրջ է անում, այսպես ասենք։ Որքան առիթ կա, ես հիմա հայտարարություններ չանեմ, լավագույնը արեք, օգտագործեք, որ ուսման մեջ դուք բաժին ունենաք։ Դրեք ձեր բոլոր կարողությունները եւ ազնիվ եղեք Տիրոջ առաջ, գնահատելով ձեր իրական կարողությունները եկեղեցու հետ սովորելու հարցում։ Դուք կարող եք եւ օգուտ տալ հավատացյալներին եւ շատ օգուտ տալ դրանով։ Հիշեք, շատ մեծ օգուտ է, երբ հավատացյալները սովորում ու ընկալում են նոր ուխտը։ Սա մեծ օգուտ է։ Եղեք պատրաստական եկեղեցուն օգնելու հարցերում։ Առաջին հերթին վարդապետության մասին ենք խոսում։ Մի գործեք մենակ ու անկախ, դա վտանգավոր է։ Հպարտություն է եւ այլ դիտավորություններով հղի։ Եկեղեցու հետ հաղորդակցության մասին անցած մասում մենք արդեն խոսել ենք, որ կարևոր է։ Եվ այստեղ էլ ծառայողները պետք է լինեն եկեղեցու երաշխավորած մարդիկ, ովքեր գիտեն, որ այս մարդը այս ամբիոնից որ գա խոսի, սխալ ու շեղված ուսուցում չի փոխանցելու։ Սիրելի եկեղեցի, ընդունեք այն մարդկանց ուսուցիչ, ուշադիր լսեք, որոնց մասին ձեր երեցները կտան երաշխավորություն։ Ամեն մեկը տունեք YouTube-յան ալիք։ Եթե ոչ այստեղ, կարող եք լսել զանազան ուսուցումներ։ Խնդրում եմ, հետ այսու, կարող եք հարցնել, եթե չգիտեք։ Եղբայր ջան, լսեմ այս մարդուն, թե չէ։ Անպայման չէ վարակվել սխալ ուսուցումներով, հետո խնդրի մեծությունից մենք հասկանանք, որ դու լսել ես մեկին։ Երաշխավորությունը կարևոր է այստեղ, նաև on-line հարթակներում մարդկանց լսելու համար։ Զգույշ եղեք, որ ձեր գիտելիքները չհավաքեք իրարամերժ ուսուցումներ քարոզողներից, քանի որ ժամանակ հետո կունենաք սխալ համոզմունքներ, չկողմնորոշված համոզմունքներ։ Եվ վերջին երրորդ, սա երկրորդը, ձեր գիտելիքները օգտագործեք Քրիստոսի եկեղեցուն օգուտ տալու համար, եւ երրորդ, ձեր ամբարած գիտելիքները օգտագործեք ավետարանչության մեջ։ Ձեր ամբարած, հավաքած գիտելիքները օգտագործեք ավետարանչության մեջ։ Պատրաստվեք այնպես, որ կարողանաք հրապարակավ պաշտպանել ավետարանը, որ դուրս գաք ավետարանելու եւ կարեւոր չլինի, թե դուք ում եք հանդիպելու։ Հրեայի, ռաբբի, աթեիստի, Եհովայի սուտ վկայի, թե շարքային մի գյուղացու։ Հերքեք բոլոր սուտ ուսուցումները Հիսուսի մասին առանց վախենալու։ Ձեր բոլոր ապացույցները առաջին հերթին բերեք Սուրբ գրքից, հետո բնությունից կամ այլ ոլորտներից։ Ցույց տվեք առաջինը Սուրբ գրքում։ Հիշեք, որ աստվածաբանության նպատակը ցույց տալն է, ոչ թե համոզելը։ Դու ցույց ես տալիս Սուրբ գրքից
եւ աղոթում, որ Աստված օգտագործի այդ ճշմարտությունը մարդու մտքում փոփոխություն բերելու համար։ Վստահ եք ոչ թե ձեր մտային կամ խոսակցական կարողություններին, այլ Աստծո խոսքին եւ հենվեք նրա խոսքի վրա բոլոր այն դեպքերում, երբ պետք է ապացուցեք, որ Հիսուսը Քրիստոսն է։ Առաջին Պետրոս 3:14-15 Բայց եթե արդարության համար չարչարվեք երանելի եք, սակայն նրանց ահից մի վախեցեք, լսեք ու մի խռովեք, այլ Տիրոջը Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք ու միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Պատասխան տալ բառը այստեղ ապոլոգեո բառն է հունարենում, որը հենց պատասխան է։ Կարծես դու հիմնավորում ես քո տեսակետը։ Հիշեք, քրիստոնյան պետք է կարողանա պաշտպանել իր հավատքը խոնարհաբար, բանականորեն, մատչելի եւ Աստվածաշնչին համապատասխան։ Եվ հիշեք, որ նոր ուխտում արդյունավետ ծառայելու համար անհրաժեշտ է լրացնել նոր ուխտի գիտելիքները։ Այսպիսով, ինչու է անհրաժեշտ լրացնել նոր ուխտի մասին գիտելիքները։ Առաջին փրկagorցության մասին ամբողջական գիտելիք ունենալու համար, հավատացյալներին օգնելու համար եւ Հիսուսի մեսիա լինելը ապացուցելու համար։ Եկեք աղոթենք։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք քեզ քո փառահեղ աշխատանքի համար։ Քո նոր ուխտի միջնորդ լինելու համար, Աստծո գառը լինելու համար։ Որ եկար մեր փոխարեն ապրեցիր, չարչարվեցիր, խաչվեցիր ու մահացար եւ քո անձով, քո մեկ անգամյա զոհով իրականացրեցիր նոր ուխտը։ Շնորհակալ ենք, որ քո եւ հոր միջև եղած այդ ուխտը դու անվրեպ կերպով կատարեցիր, որովհետեւ մենք գիտենք, որ դու մարդկային ցեղի ներկայացուցիչ ես եւ դու ես դա արել, դա քո շնորհքն է, դա քո աշխատանքն է, դա քո անթերի, ամբից, էության, կյանքի եւ ընթացքի արդյունքն է, որի համար փառք ենք տալիս քեզ։ Եվ աղոթում, որ օգնես մենք էլ շարունակ մեր գիտելիքները մեծացնենք, լայնացնենք, խորացնենք քո խոսքի միջոցով, որ կարողանանք հասկանալ քո կատարած գործի ճոխությունը, որ կարողանանք հասկանալ քո կատարած գործի իմաստը, որ կարողանանք, եթե մենք չենք դեռևս անցում կատարել, հին ուխտից դեպի նոր ուխտ մեր համոզմունքների մեջ կարողանանք անցում կատարել։ Իսկապես ապրենք նոր ուխտի իրականության մեջ, նոր ուխտի համոզմունքներով։ Եվ օգնիր, որ եթե հանդիպենք մարդկանց, ովքեր որ դեռևս մասնակի գիտեն խոնարհությամբ, սիրով, համբերատարությամբ եւ քո խոսքի գիտությամբ, օգնենք համալրելու նրա գիտելիքները։ Եվ այդ գիտելիքները թող փառք բերի քեզ, քո անվան, այդ գիտելիքները թող օգուտ բերի քո եկեղեցուն, քո ժողովրդին, ամրապնդի հավատացյալներին, իրենց աստվածաբանության տարբեր կանգառներից մոտեցնի վերջնակետին, Քրիստոսին, ճանաչեցնի, ձևավորի իրական, առողջ, կենդանի եւ աճող փոխհարաբերություն Հիսուսի հետ։ Օգնի, որ իսկապես կենտրոնանանք նոր ուխտի ծառայության վրա, քեզ քարոզելու վրա, ցույց տանք, ապացուցենք քո խոսքի միջոցով, որ դու ճշմարիտ մեսիան ես, դու փրկիչն ես, դու մեկն ես, ով խոստացված է դեռևս ծննդոց գրքում, աշխարհի արարումից առաջ մորթված գառն ես։ Ոստի օգնիր, որ քո եկեղեցին, անձինս մեզ, յուրաքանչյուրիս, ովքեր որ լսում են քո խոսքը, ունենանք ջանասիրություն, դուր կարգապահություն, դուր սեր ուսման հանդեպ, դուր սեր քո հանդեպ, դուր սեր քո ժողովրդի հանդեպ, որ կարողանանք այդ գիտելիքները սիրով օգտագործենք, որ դրանք օգուտ ու շինություն բերեն քո եկեղեցուն, ոչ թե վնաս ու բաժանություններ։ Եվ մեր կյանքով, գործով, ավետարանչությամբ, խոսքով, նիստուկացով, մեր մտածմունքներով ամեն բանում երևա ու փառավորվի դու։ Այս ամենը աղոթում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։